Ժողովուրդ ջան, ողջույն, ավելի ճիշտ ինչ ողջույն, բարի երեկո է արդեն։ Վահագը նոր է եկել նկարահանումից, կենտրոնում էր։ Հա, արի սենց խոսա, ասա հետո ես Հա, կտամ այդ կողմ։ սենց հեռախոսով ենք այսօր ուղիղ եթեր, ժողովուրդ ջան, մեր ուղիղ եթերը տարածեք, որ մի քիչ մարդիկ սկսեն դիտել, մենք ուզում ենք մի քանի կարևոր հարցերի անդրադառնալ։ Վահագ, ինչ տպավորություններ ունես։ Ես կամ ես կամ։ Ինչ տպավորություններ ունեմ, տպավորություններ, որ չեմ մտածել տպավորությունների մասին տենց։ Ես տենց ճիշտ ասած բան չեմ։ Շատ մեծ հույսեր չունեմ, բայց ուզում եմ հավատալ, որ մեծ հույսեր չունեմ այն իմաստով, որ դժվար, ասենք, չգիտեմ, 90% հավատենք ու որոշենք, որ ժամանակավոր կառավարություն ենք ստեղծելու։ Բայց այն, որ ժողովրդի մոտ ուրիշ կարծիք եմ տեսնում, սպասի ես կամ կադրի մեջ, Վահագ, հերթով խոսանք։ Ժողովուրդ, սիրելի ընկերներ, ուզում եմ նախ սա տարածենք այս ուղիղ եթերը։ Մենք այսօր վերջապես ժամանակ գտանք մի փոքր Վահագի հետ եթեր անելու, որովհետև Վահագը ամբողջ օրը նկարահանումների է, ես ամբողջ օրը մեդիայում մեր գործերով եմ զբաղված, այդ պատճառով էլ չեմ երևում քարոզարշավին, այդ պատճառով չեմ մասնակցում։ Ինձ հարցրել էին, թե ես ինչի չկաս քարոզարշավներին չես մասնակցում, հենց այդ է պատճառը, ժողովուրդ ջան, ես մեծ սիրով ուզում եմ դուրս գալ, մասնակցել, մեր ժողովրդի հետ գնալ, շփվել, բայց ցավոք ես մեր մեդիայի գործերով շատ զբաղված եմ, քարոզչական աշխատանքներ, տեսանյութերի պատրաստում, այլ TV-ների հետ աշխատանք, այդ ամբողջը շատ մեծ ծավալուն գործ է, որը փորձում ենք հասցնել ու հնարավորինս անել։ Բայց քանի որ այս 3 օրերի ընթացքում քարոզարշավ ենք իրականացրել տարբեր վարչական շրջաններում, օրինակ Շենգավիթ, այսօր Մալաթիա Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջան, 3 էր նորից Դավթաշենում, չէ։ 3 առաջ օրեր Դավթաշենում։ Հա, 3 չէ, առաջի օրը նորից Դավթաշենում եւ այլն։ Եվ այդ տեսանյութերը քանի որ իմ մոտ է հավաքվում եւ ես աշխատանքի բերումով այդ ամենը նստում մանրակրկիտ դիտում եմ, ես բավականին դրական տպավորություններ ունեմ, որովհետև տեսնում եմ, որ 2021 թվականի հետ որ համեմատում եմ ժողովրդի շրջանում արդեն մենք բավականին մեծ ճանաչելիություն ունենք, եթե օրինակ ասում էին ով է ազգային ժողովրդավարական բևեռը, հիմա գիտեն, ճանաչում են, գիտեն առաջնորդներին, օրինակ 3 այդ ամբողջ տեսանյութերը կան մեր էջում, դուք կարող եք դիտել, որպեսզի պարզ լինի, որ իմ խոսքի մեջ որևէ տոկոս սխալ չկա։ Արա Պապյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Սասնա Ծռերին ճանաչում են մեր հայրենակիցները եւ արդեն երկրորդ թե երրորդ դեպքն է 2 օրվա մեջ, որ ասում են, որ տղաները պիտի լինեն ազատության մեջ։ Այսինքն ես կամած չեմ ուզում մեծ լավատեսություն ցուցաբերել, բայց գալիս եմ այն համոզմանը, որ ասում էինք, որ ժողովուրդ դուք ուզեք թե չուզեք հիշելու եք անպայման Սասնա Ծռերին, նրանց հերոսական արարքը, կարծեք թե այդ ժամանակները քիչ մոտենում են, սկզբից քիչ, հետո կամած կշատանա։ Վահագ, դու մի քիչ ներկայացրու քո տպավորությունները, ես ակնոցներս բերեմ, որ կոմենտները կարդամ, չեմ տեսնում։ Չէ, բայց միջև այդ արի մի հատ որ քեզ հասկամ, դու պատասխանի, դու սովորել ես որ հարցեր։ Հա, լավ, արի որպես տեխնատու ես հարցերի պատասխանում։ Դու հասկանաս թե որ դա այդքան էլ շատ հեշտ է հարցեր տալու տենց մարդկանց բանալու։ Լավ, փորձեմ։ Ինչի համար պետք է ընտրեն ազգային ժողովրդավարական բևեռը նստ քեզ։ Որովհետև ազգային ժողովրդավարական բևեռը ազգային ուժ է եւ ազգային ուժի պահանջ այսօր մեր երկիրը շատ ունի, որովհետև մենք գտնվում ենք շատ լուրջ մարտահրավերների առաջ, մեր երկրի հենց լինել չլինելու հարցն է, որովհետև Հայաստանին այսօր ռեալ սպառնում է թրքացման վտանգը, այդ պատճառով էլ եթե նույնիսկ այս փուլում ազգային ժողովրդավարական բևեռը չկարողանա մեծամասնություն ունենալ, ապա պետք է գոնե իր պատգամավորական խմբով սիրելի հայրենակիցներ ներկայանա ազգային ժողովում, անպայման լինի ազգային ժողովում, որովհետև մեր ներկայությունը թեկուզ փոքր խմբով շատ մեծ բան է փոխելու։ Մենք, ինչպես նշեցի,
ի վերջո հայ ժողովուրդը ունենալու է իր ազգային շահերը սպասարկող քաղաքական ուժ խորհրդարանում, որի կարիքը մենք այս 30 եւ ավելի տարիների ընթացքում ունեցել ենք, բայց այդպես էլ խորհրդարանում այդ ուժը չի եղել։ Ուստի մեր ներկայությունը շատ բան է փոխելու, որովհետև չլինելով խորհրդարանական ուժ, ազգային ժողովրդավարական բևեռը շատ մեծ հսկայական աշխատանք է իրականացրել այս տարիների ընթացքում մեր ժողովրդի ֆինանսական ռեսուրսների շնորհիվ, լոբիստական աշխատանքը, որը տանում է եւ տարել է այս տարիների ընթացքում հսկայական աշխատանքը տարբեր կազմակերպությունների հետ, այսօր ազգային ժողովրդավարական բևեռը լինելով արտախորհրդարանական ուժ հասանելիություն ունի ԱՄՆ փոխնախագահի կաբինետում, ԱՄՆ կոնգրեսում, սենատում, պատկերացնում ես այն քաղաքական ուժերը, որոնք այսօր իշխանության են եւ կամ կան ազգային ժողովում որպես ընդդիմություն, իրենք լսել են արդյոք, որ օրինակ հենց այն թեժ օրերին, որ եկեղեցին հալածվում էր, հոգևորականներ էին կալանավորում, լրագրողների կամ ինչ-որ մեր հայրենակիցների իրենց ազատ խոսքի արտահայտման համար բռնում էին, տանում էին, որևէ մի ուժ, որը ասենք խորհրդարանում է կամ ընդդիմություն է եւ մեծ ռեսուրսներ ունի, իսկ իրենք մեծ ռեսուրսներ ունեն, մի հատ ոչ դրսում Վահագ ջան, Հայաստանում մեծ մասշտաբի քննարկում կազմակերպեին, միջազգային հանրությունն էլ տեսներ, ասեր, ոայ, տեսեք, Հայաստանում ձայն են բարձրացնում, բայց բևեռը չունենալով այդ ռեսուրսները մեր ժողովրդի ֆինանսավորմամբ այս տարիների ընթացքում եւ միայն այս տարվա ընթացքում երկու մեծ լսումներ է կազմակերպել հենց ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, բայց ես ուզում եմ նշել ոչ նրա համար, որ մենք ինչ որ կոնկրետ հոգևորականների ենք պաշտպանում, մենք հայ առաքելական եկեղեցու կողքին ենք, որովհետև եկեղեցին մեր ազգային հիմնասյուներից մեկն է համարվում եւ մենք գիտենք, որ հենց այն բարդ ու դժվար ժամանակներում է եկեղեցին կարողացել հայ ժողովրդին հույս ներշնչել, ապրելու, գոյատևելու եւ առաջ գնալու համար, ուստի մենք որպես ազգային ուժ ուղղակի չէինք կարող անտեսել այն ամենը, ինչը կատարվում էր եւ կատարվում է եկեղեցու վրա այդ հարձակումները։ Էլ չեմ ասում, որ տասնյակ հոդվածներ են գրվել միջազգային մամուլի էջերին, հայտնի պարբերականներում միջազգային կլինի ամերիկյան թե ինչ, մեր դոկտոր Դավիթ Գրիգորյանի, Արա Պապյանի մասնակցությամբ այն ժամանակ, որ Արցախը հանձնվում էր, որ ցայն ծպտում չկար Հայաստանից, Արա Պապյանը իր առաջին անգլերենով հոդվածը գրեց եւ մենք էլ հենց որը հրապարակվեց միջազգային մամուլում եւ մենք էլ հենց այդ հոդվածի հիման վրա տեսանյութ ունենք պատրաստած մեր ժողովուրդը այո կարող է դիտել, այսինքն այս ամենը փաստերով կա, սիրելի ժողովուրդ, ես հասկանում եմ, որ նախընտրական շրջանում բոլորը շատ մեծ խոստումներ են տալիս, բայց մենք ասում ենք, որ սիրելի ժողովուրդ, մենք մեր գործն ենք ցույց տալիս, մենք առանց ձեզ խոստանալու այդ գործը արել ենք, չլինելով անգամ փոքրիկ, չունենալով փոքրիկ ընդդիմադիր խմբակցություն ազգային ժողովում, արել ենք դա եւ հիմա արդյունքներն ենք ներկայացնում եւ ոչ հիմա տարիների ընթացքում ներկայացրել ենք արդյունքները, բայց չէինք խոստացել, չէ, որ այ կտեսնեք, մենք կգնանք ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կաբինետների դռները կթակենք, այս հարցը կբարձրացնենք, մենք ուղիղ գնացել ու բարձրացրել ենք, մենք գնացել ու գործով ենք ապացուցել, որ մենք Արցախի կողքին ենք։ Արցախի տեղահանության օրերին, երբ ոչ մեկով ոչ մի բան չէր անում գործնականում, էլի ազգային ժողովրդավարական բևեռն էր, որ ԱՄՆ կոնգրեսում երկու մեծ լսումներ կազմակերպեց, սիրելի ժողովուրդ։ Ես մի բան անեմ, ուրեմն ԱՄՆ կոնգրեսում երբ երկու մեծ լսումներ եղան, ես ուզում եմ ֆիքսենք մի կարող եք էլի ժամանակագրության մեջ դա հնարավոր է ստուգել եւ ապացուցել այն ինչ ես ասում եմ, անգամ ընդդիմադիր հերոստալիկները, ովքեր խոսում էին, ասենք Նիկոլի Դավաճանցյան մասին եւ որ ԱՄՆ կոնգրեսում այսպիսի լսումներ են եղել, որ ազգային ժողովրդական բևեռի ջանքերով էր եղել, որևէ մեկը չասեց, որ դա որևէ մեկը ժողովուրդ ջան, որևէ ընդդիմադիր Նիկոլին ընդդիմադիր ալիքներից անգամ որևէ մեկը չասած, որ այս լսումները ազգային ժողովրդական բևեռի ջանքերով են եղել։
ես շատ եմ այսպես սուր արտահայտվել մեր լրագրողական այսպես համայնքի հասցեն եւ այլն եւ դա է եղել հենց պատճառը գիտեք հանուն արդարության էր դա պետք անել ոչ թե որովհետեւ ասենք հանուն արդարության էր ուղղակի դա պետք անել իսկ քանի որ ցավոք սրտի մեր քաղաքական դաշտում լինի իշխանություն թե այսպես կոչված ընդդիմություն այդ արդարության ձգտումը չկա եւ այսպես անձնական ինչ որ հարցեր լուծելու համար են քաղաքականության դարձել են անձնական հարցեր լուծելու այսպես միջոց որևէ մեկ ուղղակի հանուն արդարության չասա որ դա այդ ազգային ժողովրդավարական բևեռի ջանքերով էր եւ ուղղակի պետք չէր այդ անունը հնչի էլի առհասարակ մեր մեդիայում եւ այլն այդ էր պատճառը Բայց որպեսզի մեր անունը հնչի ժողովուրդ ջան հիմա այս ուղիղ եթերը տարածելով դուք մեզ կօգնեք որովհետև այս օրերին մենք իսկապես պետք է ինչ միջոց հնարավոր է օգտագործենք մեր բոլոր ունեցած ռեսուրսները, մեր Facebook-յան էջերը, մեր մյուս սոցցանցերի էջերը օգտագործենք, տարածենք ազգային ժողովրդավարական բևեռի տեսանյութերը, գնում ենք իրազեկման ենք մասնակցում, նորից ինչ-որ տեսանյութեր նկարահանենք եւ զետեղենք մեր սոցցանցերի էջերում, որովհետեւ մենք այսօր իսկապես ունենք այդ խնդիրը, ունենք նաև այն մեր մեդիան ճիշտ է իր փոքր այս աշխատանքային խմբով փորձում է ամեն տեղ լինել լուսաբանել, բայց օրինակ երբ որ 4 կամ 3 տեղով բևեռը իրազեկում է կազմակերպում, քարոզչություն է իրականացնում, ուղղակի մեր ռեսուրսները չեն բավարարում, որ մենք ներկա լինենք բոլոր վարչական շրջաններում, որովհետև ունենք 1 կամ 2 օպերատոր Վահագը չի կարող ամենտեղ հասկանալի չէ, մարդ физիկապես չի էլ հասցնում, հոգնում է ուստի շատ հեշտ է գնալ մեր էջերով, մեր հեռախոսներով նկարել կարճ 2-3 րոպեանոց տեսանյութ դնել մեր էջերում, որ ազգային ժողովրդավարական բևեռը այս վարչական շրջանում այս իրազեկումն է իրականացնում, ծանոթացնում է ժողովրդին իր ծրագրերի հետ, այսինքն ամեն ինչ շատ հեշտ է, մենք անգամ խնդրել ենք մեր խորհրդի անդամներին, որպեսզի այս հարցում մեզ օգնեն, իրենք ունեն շատ հետևորդներ իրենց Facebook-յան էջերում կամ այլ սոցցանցերի էջերում, օրինակ օրական մի քանի րոպե, եթե մենք լայվ հեռարձակում անենք եւ դա տարածվի մեր էջերով, դա եւս կօգնի, մանավանդ որ մեր քարոզչական խմբերը համալրելու խնդիր եւս ունենք, որպեսզի ել ավելի տարածվենք երկրով մեկ, օրինակ վարչական շրջաններից բացի մի 2 խումբ էլ գնա քարոզչություն իրականացնի մարզերում, դրա համար մենք համալրում ենք մեր քարոզչական խմբերը գետնի վրա դուրս գալու եւ քարոզչություն իրականացնելու համար։ Օրինակ ես շատ եմ ուզում գնալ մասնակցել, բայց չեմ հասցնում գործի բերումով։ Ուստի սիրելի հայրենակիցներ, եթե դուք կարող եք դիմել, եթե ցանկանում եք ներգրավել մեր քարոզչական խմբերում, Բևեռի կենտրոնական գրասենյակ, որը աշխատում է 24/7 ռեժիմով շուրջօրյա, դուք պետք է ուղղակի գնաք Բևեռի գրասենյակ, դիմեք, ասեք, որ այս հարցով ուզում ենք օգնել ձեզ, ինչը շատ կարևոր է, Սփյուռքի մեր հայրենակիցները մեզ կարող են օգնել հեռակա իրենց ներուժը մեզ փոխանցելով, ցանկացած օգնություն ընդունելի է ձեր կողմից, իդեպ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք մասնակցեցիք մեր թելեթոն դրամահավաքին, որը հիմա եւս շարունակվում է, սիրելի հայրենակիցներ, ձեր օգնությունը պետք է շարունակական լինի, որպեսզի մենք կարողանանք մեր նախընտրական պլակատները, նախընտրական թրուցիկները, բուկլետները ավելի շատ տպագրել եւ երկրով մեկ դրանք փակցնել, օգտվել նաեւ վճարովի եթերաժամերից, մենք անվճար եթերաժամերը բոլոր տեսակի ճշգրտությամբ օգտագործում ենք, բայց պետք է փորձենք նաև վճարովի հաղորդումներ պատվիրել, դրա համար եւս մեծ ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր, այնպես որ սիրելի հայրենակիցներ, մեզ շարունակեք օժանդակել ֆինանսապես, դրա կարիքը մենք շատ ունենք, թելեթոնի հավաքված գումարը այս պահի դրությամբ 60,000 գերազանցել է, բայց կան քաղաքական ուժեր, որ երևի շաբաթվա մեջ էլ չէ, երևի մի 2 օրում են այդքան ֆինանսական
իրանց ծախսում, իրենց նախընտրական քարոզարշավի ինչ-որ մի դրվագ 7-8 օպերատոր է նկարահանում, մենք չենք հասցնում մեր 4 քարոզչական խմբերի աշխատանքները լուսաբանել, ստիպված դա անում ենք մեր հեռախոսները օգտագործելով, դրա համար սիրելի ընկերներ, որպեսզի մենք կարողանանք նաև մի փոքր մեր աշխատանքային կազմը համալրել, ինչը հիմա ի դեպ շատ դժվար է, լրագրող օպերատոր գտնելն էլ է շատ դժվար ու շատ թանկ հաճույք է։ Դուք պետք է այս հարցում մեզ օգնեք։ Վահագ, ինչ կասես։ Ես ճիշտ ասած մի ցավալի բանի մասն եմ ուզում խոսել, այսօր մեր ընկերներից մեկը պատմեց, որ բան է եղել, թռուցիկ ա տվել մեկին, ասել է, հա, բևերն է այդ քոչարյանականները։ Հա, չէ, բանն է, օրինակ ես ինձ հետաքրքիր է այդ մարդկանց ինչ պետք է էլի պատասխանել։ Ես կարծում եմ, որ այն մարդը, ով այնքան բութ է, որ իրան կարելի է ասել, որ ասենք բևերը դա քոչարյանի պրոյեկտն է, ինքը հավատա։ Ես օրինակ չգիտեմ ինչ բառերով պետք է էլի, ինչ բառեր պետք է գտնես, որ դա իրան բացատրես էլի։ Ես ըստ քեզ ինչ կարելի է այդ մարդուն ասել։ Այն որ ինքը դեբիլ է, մենք գիտենք, դեմայեզոնցոր ակտիվիստի, ակտիվիստի դիշտեր ջերնելով այտենց կարամ սուր գնահատականներ տամ, խնդրեմ դու ուրեմն տեխնացու ասա։ Ես ժողովուրդ ջան, հիմա բևերը էլ քոչարյանական է, էլ սերժական է, էլ նիկոլական է։ Մի քանի օր առաջ նստում եմ այս գրասենյակից տաքսի, որ գնամ մյուս գրասենյակի ժողովի մասնակցեմ, տաքսու վարորդի հետ խոսում եմ, ինքը քոչարյանական է, իմանում եմ, ես ազգային ժողովրդավարական բևերից եմ, ասում եմ, դուք սերժական եք։ Հա, մի բան ասում են նիկոլական։ Մի ժամանակ էլ նիկոլական ենք։ Հիմա պետք է այս մեր ժողովուրդը կողմնորոշվի ում ամենաշատ պիտակավորումն են տալիս, ասում են դու սերժական ես, դու քոչարյանական ես, դու նիկոլական ես, ժողովուրդ ջան։ Հենց այդ ուժը, հենց այդ ուժն է, մաքուր ուժը։ Գուրգեն Սիմոնյանին ինչի են մենակ ասում, որ ինքը Նիկոլի սատելիտն է, որտեղ ինքը հենց Նիկոլի սատելիտն է, ինքը Շիրինյանը, Բաբաջանյանը, Զավենիչը եւ այլն։ Ոչ մի բան ինձ չպատասխանեց։ Ոչ մի ձև, հա, չէ, բայց ոչ մի ձև բան չեն անում։ Եվ Հայաստանում մի ուժ կա։ Հայաստան ուղղակի մի ուժ կա, որին կապել են, ում հետ ասեց, երբ որ հայ ժողովրդի մեծամասնությունը կարծում էր, որ Կրեմլը մեր դաշնակիցն է եւ այլն, մեզ ասում են սորոսական եք, բանն եք, հա, Ամերիկայի շներ եք, բան ինչ այլանդակություն ասես գրում են։ Եվ հայ ժողովրդի գերաշխիք մեծամասնությունը հասկացավ, որ հայ ժողովրդի դաշնակիցը չի Ռուսաստանը։ Այդ ոնց եղավ, որ այդ մենք, որ իբր սորոսական ենք, չգիտեմ ինչ, այդ ոնց դարձանք հանկարծ KGB-ի կամ Քոչարյանի պրոյեկտ։ Եվ եթե այդպես այն չի է, ասենք, նույն Ժիրայր Սեֆիլյանը բոլոր ռեժիմների ժամանակ հալածվել։ Ինչի է Վարուժան Ավետիսյանը, Նիկոլ Փաշինյանի օրոք հենց հիմա բանտում։ Ես ինքս մարդիկ ընկերներ ունեմ, որոնք բանտում եղել են, շատ բարդ, հեչ հաճելի միջավայր չի այդ բանտը էլի, որ չգիտեմ, հանուն ինչի պետք է էլի մարդը, չգիտեմ, գնա այնտեղ այդ բանտում նստի։ Ասենք, այնը ծմահներ խուց են տարել, որ ես լսել եմ, որ ամենասարսափելի խցերն են Նուբարաշյանի, այն որ Նուբարաշյանի ինքը տեղով մարդուն կտանքների ենթարկելու հոգեբանական, ֆիզիկական ամեն ինչով էլի, այնտեղ այսինքն 5 տարի նստելուց հետո մարդու կյանքը մի 13 տարով մոտավոր կարճանում է, հա։ Այսինքն, ես ինչի եմ սա ասում, բոլոր կողմերից մեզ հարվածում են։ Դուք տեսեք, որ եթե դուք մեր մասին եւ որ ինչ-որ վատ բաներ լսում եք բևերի մասին, դուք տեսեք, որ իրարից տրամագծորեն տարբերվող բաներ եք լսում։ Եթե դաշնակցական է խոսողը, ասում են Նիկոլի պրոյեկտն է, եթե նիկոլականը ասում հա Սերժի պրոյեկտն է, Սերժի հետ պայմանավորված եւ այլ, դու Սերժի հետ պայմանավորված ենք, Սերժն էլ հանցագործ է, ինչի՞ Վարժան Ավետիսյանը բանտում։ Սերժն էլ բանտում։ Ուրեմն Վահագ ջան, այդ հարցի պատասխանը հետեւյալն է։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ իրենց բոլոր սատելիտ ուժերը մեկ համակարգի նույն համակարգի մասնիկն են, իրենք հետեւաբար նույն իրար վրա գցելով պիտի պիտակավորեն միակ ազգային ուժին, մաքուր ուժին։ Եվ դրանով հենց իրանք իրար միմյանց են, իրանք միմյանց են օգնում։ Այսինքն բանը, այսինքն ու նաև ծախում են միմյանց։ Ցույց են տալիս, որ իրենք բոլորը նույն համակարգի մասնիկն են, որտեվ համակարգի ձեռագիրը նույնն է, ասել դու սրանն ես, դու նրանն ես, դու նրանն ես ու անուն տնել։ Հիմա էլ ասում են բևերը ռուսամետ ուժ է։ Լավ, բևերը ռուսամետ ուժ է, ժողովուրդ ջան, բայց բևերը ուրեմն կգտնեք, եթե դուք ձեր բոլոր սոցցանցերի էջերը, այն բոլոր YouTube-յան ալիքները, որոնցից օգտվում եք, կփնտրեք ու կգտնեք, որ ձեր իմացած, այսպես կոչված մյուս ուժերը, որևէ քաղաքական ակցիա, հանրահավաք, բողոքի ցույցեր են իրականացրել
Ռուսաստանի դեսպանության 102-րդ ռազմաբազայի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության դիմաց եւ կդնեք մեր դիմաց, որպեսզի մենք տեսնենք, այդ ժամանակ ես ձեզ կասեմ Բևերը ինչ ուժ է, բայց ես հիմա կասեմ Բևերը ինչ ուժ է։ Բևերը, սիրելի հայրենակիցներ, ազգային ուժ է, հայամետ ուժ է, Բևերը այն ուժն է, որ երբևէ վախեցած, կաշկանդված չէ քննադատել այն աշխարհաքաղաքական կենտրոնների գործունեությունը, որոնց հետ մենք տեսնում ենք մեր դաշնակցությունը։ Օրինակ, ԱՄՆ-ի հետ մենք Բևերը իր ծրագրով նշում է, որ Հայաստանը, որպիսի ուժեղանա, որպիսի այս իրավիճակից դուրս գա, շունչ քաշենք, ժողովուրդ ջան, որտեղ անվտանգային համակարգ ստեղծի։ Անվտանգային համակարգ ստեղծենք, ունենանք ուժեղ բանակ, մենք պետք է ունենանք ուժեղ դաշնակիցներ։ Բայց երբ որ դու դաշնակից ես լինում, դա չի նշանակում, որ պիտի գնաս դառնաս սրա նրա հլու հնազանդ կամակատարը, սրա նրա կոշիկ սրբողը, ոտքեր լվացնողը, չէ, այդպես չի էլի։ Դա այն է, որ դու քո երկրի, քո շահերից, քո ժողովրդի իրավունքներից ելնելով պատրաստ ես ցանկացած ժամանակ, տեսնելով, որ այո, դու համագործակցում ես, դու տեսնում ես, որ պետք է դաշնակցային կապեր ունենաս, բայց միևնույն ժամանակ կարող ես քննադատել, եթե չէ, ինչ որ մեր երկրի շահերից չփոխող քայլ են անում։ Ինչի օրինակ անում է ազգային ժողովրդավարական Բևերը։ Երբ որ Բևերը քննադատեց ԱՄՆ-ի քաղաքականությունը Թրիփի հարցում, հենց դա էր, որ նշվում է հայտարարության մեջ, որ դա Հայաստանին ոչինչ չի տալիս, դա ընդամենը միակողմանի ճանապարհ է տալիս Ադրբեջանը Նախիջևանին միացնելու համար, իսկ Հայաստանին ոչինչ չի տալիս, այդ ապաշրջափակում, տնտեսական ինչ որ առաջ խաղացման հեքիաթներ կամ փուչիկներ, ժողովուրդ ջան, դա չի լինելու։ Ազգային ժողովրդավարական Բևերը վերջերս եվրոպական համայնքի այդ գագաթնաժողովի ժամանակ մասնակցեց, չէ, նաև այդ իր համար գնաց ակցիա արեց, ներկայացնելով, որ Բևերը եւս ունի քաղբանտարկյալներ, որ բանտում են, որ ժողովրդավարություն չկա Հայաստանում, որ ժողովուրդ ջան, սիրելի եվրոպական երկրների ղեկավարներ, Նիկոլ Փաշինյանը ձեզ խաբում է, այստեղ ոչ մի ժողովրդավարություն չկա, այսինքն շատ պարզ էր, որ այդ հավաքը ոչ թե Եվրամիության անդամ երկրների դեմ էր, այլ Նիկոլ Փաշինյանի դեմ էր, որովհետև Բևերի անդամները իրենց խոսքում ողջունում են եվրոպական երկրների ղեկավարների այցը Հայաստան ու ասում են ժողովուրդ ջան, Նիկոլը ձեզ խաբում է, այդ կեղծ արևմտամետությունը իրան պետք է ուղղակի ներսում ժողովրդին խաբելու, ձայներ թռցնելու համար, իսկ ինքը ձեզ խաբում է, որովհետև այդ Եվրոպայի քողի տակ ոչ միայն ռուսական լծից դուրս չի գալիս Նիկոլ Փաշինյանը, մի բան էլ մեզ գնում Թուրքիային է մոտեցնում։ Ես շատ կարևոր մի հատ բան հիշեցնեմ, ես սա ուղղակի շատ կարևոր եմ, էլի Համան ժողովուրդ ջան, սրա մասին խոսելը։ Եվ որ գնաց խոսակցություն Արցախ ՄԱԿ խաղապահներ բերելու մասին, Նիկոլ Փաշինյանը ինքը հայտարարեց, որ Արցախը միայն ռուս խաղապահներ կարող են գալ։ Մամաս ինձ ու քեզ դիտում է, եթե մեզ Սուսաննա Արաքելյանը մամաս է, արի մամայիս ողջունենք, մամ ջան, ողջույն։ Եվ որ Նիկոլ Փաշինյանը ռուս օկուպանտներին խաղապահի անվան տակ լցրեց Արցախ, հետագայում ռուս-թուրքական դավադի ծրագրով Արցախը հայաթափելու համար, մեր ուժը առաջինը դուրս եկավ փողոց քննադատելու ռուս-թուրքական այդ դավադրությունը հայ ժողովրդի դեմ եւ շատ դաժան ձևով, սպեցնազով եւ այլը բերման ենթարկվեց։ Գիտեք, այնքան ակնհայտ եւ ակնառու փաստ է Նիկոլ Փաշինյանի այսպես Պուտինի եւ այդ ռուսական նաեւ թուրքական ուժերի հետ համագործակցելու այդ փաստը եւ որ արևմուտքի հակառակ գնալու որ ուղղակի չգիտեմ էլի շատ ծիծաղելի է հավատալ որ Նիկոլ Փաշինյանը դա արևմտամետ է Նիկոլ Փաշինյանը դա մենք հասկանում ենք Հայաստանում ում այսպես իրանց հենց այդ լեզվով ասած դոբրով կարող էր գալ իշխանության Սմաքսային միությունը Հայաստանում մտցրած Սերժ Սարգսյանի կապիկությունները տեղ չէ այդ կեղծ հեղափոխությունը եւ այլն այսինքն Նիկոլ Փաշինյանի արևմտամետ լինելուն կարող են հավատալ կամ բացարձակ դեբիլները Մակրոնը կամ բացարձակ դեբիլները կամ դրա մասին կարող են խոսալ բացարձակ սրիկաները ռուս օկուպանտներին խաղապահի անվան տակ Արցախը վերջնականապես հայաթափելու համար եւ Լավրովյանն այդպես երկրորդ պլանով Արցախը վերջնականապես հայաթափելու համար Նիկոլ Փաշինյանը ռուս խաղապահներին լցրեց Արցախ Լավ, հիմա խնդիրը նրանում է, Վահագ ջան, որ հիմա բացահայտ կերպով այս մարդը Հայաստանը տանում է թրքացման։
ու բևերը որպես ազգային ուժ դրա դեմ պայքարում է, ինչպես օրինակ այն ժամանակ պայքարում է, երբ որ Ռուսաստանը Արցախը հանձնում էր, չէ, ու կոնկրետ Հայաստանը մտցրել էր Ռուսաստանի տակ, ուղիղ կառավարման տակ։ Հիմա այս մարդը քաշ է տալիս, ավելի ճիշտ ոչ միայն ինքը, այլ նաև աշխարհաքաղաքական կենտրոնները տանում են, տեղավորում են Թուրքիայի տակ։ Մենք ասում ենք, որ ոչ, մենք ոչ նրան ենք համաձայն, ոչ նրան ենք համաձայն։ Մենք որևէ երկրից կախված չպիտի լինենք, ժողովուրդ ջան։ Ի վերջո այդ դաշնակցային հարաբերություններ ասածը, ի վերջո մեր շահերը առաջ տանելը չպիտի լինի կախվածության տեսքով։ Դու պետք է նստես, մի քիչ նախ պիտի ուժեղանաս ու պիտի նստես խոսես, որպես երկրի առաջնորդ, որպես քո երկրի շահը առաջ տանող եւ ոչ թե ստրուկի կարգավիճակով արժանապատվությունդ կորցրած անամոթի պես գնաս մի օր ընկնես սրա ոտքերը, մի օր ընկնես նրա ոտքերը, ինչ է թե փորձես ցույց տալ, թե բան ես վարում, հավասարակշռված, դրա հավասարակշռված քաղաքականությունը ո՞րն է, երբ որ մենք տեսնում ենք, որ ուղիղ Ալիևի հանձնարարականներն է կատարում այս մարդը։ Այսօր վաղը մյուս օրը սահմանադրությունը փոխելու են, ժողովուրդ ջան, Արցախ բառը ընդհանրապես դուրս է գալու, անկախության հռչակագիրը դուրս է գալու։ Ադրբեջանցի ասում է, հիմա էլ երթում է ուտում, թե ադրբեջանցիների վերադարձ չի լինելու։ Ախպեր դու ժամանակին էլ ասում ես Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հիմա ով է քեզ ընդհանրապես նոյեմբերի հավատում։ 5-ից հետո էլ ասում էր հադրութը հետ եմ բերելու։ Այո, 2021 թվականն էր դա։ Ընտրությունների ժամանակ եւ երկրորդ անգամ խաղապատ ժողովրդի մի ահռելի զանգված ընտրեց այս վատ մարդուն Նիկոլ Փաշինյանին ընտրեց, որովհետեւ հավատաց, որ Նիկոլ Փաշինյանը հադրութը եւ Շուշին հետ է բերելու։ Ընտրվելուց մի քանի ամիս հետո հայտարարեց, որ Արցախը Հայաստան չի, ժողովուրդ ջան, Արցախը Ադրբեջանն է, ով է ձեզ ասել, ես այդ անկապ հայրենասերներն են դա ձեզ ասում, բան, ես էլ էի ասում, որովհետև ես էլ էի ապուշ, ես էլ էի հայրենասեր։ Ինքը իհարկե ապուշ է, բայց ինքը երբեք հայրենասեր չի եղել։ Ես չգիտեմ, ինքը ապուշա թե մտածված դավաճանության է գնում, հետո որ եւ որ ազգային իշխանություն կունենանք եւ որ նախկին ներկա այսպես այդ խաղից դուրս ընտրություն կկատարենք եւ կընտրենք այնպիսի իշխանություն, այն միակ ուժին, որը այս համակարգի դեմ իրոք եղել է, այդ մենք կպարզենք, բայց գիտեք ինչ, այս հանցագործության, այս ազգային դավաճանության բանը պլանկեն այնքան բարձր է սրա դեպքում, որ եթե անգամ ինքը ստիպված է եղել, դա իրան չի փրկում։ Գիտեք, որովհետև ասենք մի Նիկոլ Փաշինյանի կյանքը, ասենք, չգիտեմ, էլի, մի ամենավատ զինվորի, չգիտեմ, եղունգ անգամ չարժե ինձ համար։ Այնպես որ, այսինքն եթե մենք ուզում ենք այս ահռելի, այս դավաճանություն եւ այլը բացահայտել, պետք է ընտրենք այն ուժն, ով ասում է, որ Հայաստան պետք է լինի ֆինանսական եւ գործակալական լուստրացիա։ Ժողովուրդ ջան, ասենք այդ մտնում եք Facebook կոմենտների կարդում ներվայնանում եք, չէ՞։ Պետք է, չէ՞, մի օր բացահայտվի, թե այդ, ասենք, այդ ֆեյքերին կամ այն մարդկանց, ովքեր ակտիվ, այսպես հիմարություններ են դուրս տալիս մարդկանց նյարդերի հետ խաղում են եւ այլն, պետք է չէ բացահայտվի դրանք որտեղից են ուղղորդվում։ Որտեւ այնպիսի էշություններ են մեկ-մեկ գրում ասում, որ չի կարող նորմալ մարդը այդպիսի միտք արտահայտի, էլի, հանրային կերպով։ Չի կարող նորմալ բարոյական մարդը այդպիսի բան։ Այսինքն ինչ որ անձնական շահ ունի իրան, դա վճարում են եւ այլն։ Հիմա ինչ եք ուզում եք ասեք, չգիտեմ, ինչ որ մեկը գա նայել Նիկոլին թավշի, թե ուզում եք գա այնպիսի մեկը, ով Նիկոլի սատկացնելի նկատի ունեմ քաղաքականապես, էլի, եւ իրավական իմաստով, այսինքն դատելու է եւ որ ապացուցի, որ մեղք, եւ որ ապացուցի, էլի, մեղքը դատելու է եւ Նիկոլին բերած նախկինների կամ Նիկոլի հետ համագործակցող նախկիններին էլ է դատելու, թե նրա թե այն ուժին եք ընտրելու, որը դուք այն ուժին եք ընտրել, որը գալու է բացահայտ իլյուստրացիանի տնտեսական եւ ֆինանսական եւ գործակալական, թե այն ուժ մնացած ուժերի ցանկացածին, ով այս համակարգը սպասարկողն է։ Ես ասում եմ, այս համակարգը, որը պետքա պայմանավորված պատերազմներով Արցախը տար, այս համակարգի դեմ բևեռնա հելել, դուրս եկել, բևեռը չէ, դրանից առաջ սասնացրել, դրանից առաջ հիմնադիր խորհրդան, սա այն ուժն է, որտեղ հավաքված են մարդիկ, ովքեր ձեզ ասում են, ձեր երեխեքի գլխին սասնացրել ապստամբության կադրերի մեջ, շատ հստակ կա, այնտեղ Գագիկ Եղիազարյանը, որ ասում է, բաց գլուխներով կանգնած են հակառակորդի անօթաչու թռչող սարքերի տակ։ Այն ուժն եք ընտրել, որը ձեզ զգուշացրել է եւ որը չի որևէ կոռուպցիան գործարքի մեջ չի եղել, երբեք իշխանություն չի ունեցել, որպեսզի ձեզ թալանի եւ այլն, թե մնացած ուժերից որևէ մեկին։ Ես ասում եմ, այստեղ մի ուժ գոյություն ունի եւ ես սա ցավով եմ ասում, որը այս համակարգի մաս չի։ Ես ուզում եմ ասել, որ Վահագ ջան,
Եվ բոլորովին պարտադիր չի, որ այս փուլում մենք չենք ակնկալում, որ այնքան ձայն ենք հավաքելու, որ ազգային ժողովրդավարական բևեռը իշխանություն է լինելու։ Ես ուզում եմ մենք ռեալիստ լինենք, որովհետև այսքան փող ու ռեսուրս, որ ծախսում են իշխանությունները եւ ռուսաստանցի օլիգարխները եւ մյուս օլիգարխները, դա նշանակում է կոնկրետ նշանակում է ժողովուրդյան, գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մյուս ուժերը, որոնք չունեն այդքան փող, այդքան էլ չեն երևում, այդքան էլ ճանաչելիություն եւ ինչքան ուզում եմ իրենց ծրագիրը լավը լինի։ Ես ուզում եմ ասել, ժողովուրդ ջան, ազգային ժողովրդավարական բևեռի ծրագիրը անփոխարինելի է։ Ազգային ժողովրդավարական բևեռի ծրագրում նշված է Արցախի հարցը կոնկրետ։ Նշված է առաջին հանրապետության իրավահաջորդության հիման վրա մենք չենք ընդունում Հայաստանի այս սահմանները եւ որևէ խելացի մարդ չի կարող ուղղակի ընդունել այս կրծոտած սահմանները, որի քարտեզը Նիկոլ Փաշինյանը կազմել է եւ այսօր բերում է բուկլետների հետ միասին խփում է ձեր դռներին։ Սա լինելու է մեր պետականության կործանման հիմքը, ժողովուրդ ջան։ Դուք ուղղակի չպետք է ընդունեք այս քարտեզը, որովհետեւ մեր Հայաստան պետությունը գոյություն չի ունեցել 91 թվականից սկսած։ Հայաստան պետությունը գոյություն ունի առաջին հանրապետությունը 18 թվականից եւ մենք պետք է դառնանք 18 թվականի ժառանգորդը։ Եվ դրա համար պետք է ամեն ինչ անենք։ Դրա համար մենք պետք է ընտրենք ազգային ժողովրդավարական բևեռին, որպիսի բևեռը մանդատ ունենա վաղը մյուս օրը, գնա դիմի միջազգային դատարաններ, չասեն դուք ով եք ընդհանրապես, դուք արտախորհրդարանական ուժ եք, եկել եք ինչ եք ուզում մեզանից։ Դրա համար այս փուլում, երբ որ այսքան փող է ծախսվում, ժողովուրդ ջան, մենք հասկանում ենք, որ մենք կարող ենք հնարավորություն ունենք ներկայացվածություն ունենալ ազգային ժողովում։ Դրա համար ձեր օգնությունն է մեզ պետք։ Օրինակ հենց այս ուղիղ եթերը հիմա տարածելով, ուղարկելով ձեր ընկերներին, տեղադրելով ձեր սոցցանցերի էջերում, դուք ինքներդ կարող եք ներգրավել մեր քարոզչական աշխատանքներում, դիմեք մեզ, մենք ձեզ Այ հենց հիմա ժողովուրդ ջան, ես կիսվում եմ իմ էջով, այս ուղիղ եթերը, սա բևեռ էջով է թե քո։ Իմ էջով է։ Հենց հիմա ժողովուրդ ջան, մտնում եք այսպես ու կիսվում եք ձեր էջերում։ Վերևը գրում եք ուղիղ, հա, դու շարունակի։ Եվ ոչ միայն այդ հարցում։ Մենք մեր ծրագրով նշում ենք, որ հստակ պատկերացնում ենք, որ լինելու է անցումային փուլ։ Այդ անցումային փուլում պետք է փոխվի սահմանադրությունը, պետք է փոխվի ընտրական համակարգը, որովհետև այս համակարգը, որը հիմա կա եւ գործում է, ենթադրում է բացառապես այս իշխանությունների վերարտադրությունը, սիրելի հայրենակիցներ։ Ուրիշ բան, որ հիմա մի փոքր այլ իրավիճակ է, մի փոքր աշխարհաքաղաքական իրավիճակը այլ է, եւ սա վախը սիրտը գցած վախը ծոցագրպանում դրած ընկել է գյուղեգյուղ տնետուց շրջում է մեր հաշվին, ձեր հաշվին խոստումներ է տալիս, թոշակներ է բարձրացնում, սա է անում, նա է անում, որը շատ շուտ պիտի աներ 2018 թվականին պիտի աներ, ոչ թե հիմա։ Եվ մեր հաշվին, բոլորիս հաշվին այսօր ուզում է նորից իշխանություն զավթել։ Էլ չենք ասում, որ իրավաքաղաքական գնահատական պիտի տրվի, անցյալի իրավաքաղաքական գնահատական։ Մենք պետք է դեռ պարզենք թե ոչ միայն այնինչ տեղի ունեցել մինչև 2018 թվականը, այլ այնինչ տեղի ունեցել 18 թվականից մինչև 2026 թվականը, որովհետև հսկայական բան է տեղի ունեցել։ Արցախի այս դավաճանական հանձնումը, այս պայմանավորված պատերազմը, սիրելի հայրենակիցներ, որ մենք ասում ենք, բևեռը ասում է, դա հենց այնպես չի ասում, դա պետք է պարզվի, հանգամանքները պետք է ի հայտ գան, եւ այս թիմը, ինչպես նաեւ մյուս բոլորը, ովքեր իրենց մասնաբաժինն են ունեցել այս դավաճանության մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բայց ելի եմ ասում, դրա համար մենք պետք է ներկայացված լինենք ազգային ժողովում, բայց մեր ներկայացվածությունը հենց այնպես ինչ որ աթոռներ զբաղեցնելու համար չի լինելու։ Մենք մեր ծրագիրը, ինչ որ հիմա ձեզ ներկայացնում ենք, սիրելի հայրենակիցներ, գնալու ենք եւ խորհրդարանի ամբիոններից առաջ ենք տանելու։ Մենք ինչ հնարավոր է միջազգային կառույցներում անելու ենք։ Մենք հիմա անում ենք, պատկերացրեք, անում ենք եւ ունենք արդյունք։ Այդ որ ասում ենք 2025 թվականի հունվարին թշնամու հարձակումը բևեռն է կանգնեցրել, դա հենց այնպես չենք ասում, դրա փաստաթղթերն էլ ունենք, երբ կգա ժամանակը, մենք ձեզ ցույց կտանք, սիրելի ժողովուրդ։ Դա փաստերով կա, ով, ում անունով, ում է դիմել, ինչպես է նամակը հասել Թրամփին, ինչպես է հարձակումը կանգնեցվել։
այնպես որ չլինելով խորհրդարանական ուժ, սիրելի հայրենակիցներ, բևեռը լինելով իսկապես հայ ժողովրդի շահերը սպասարկող ուժ, որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերը չսպասարկող։ Եթե օրինակ մենք լինեինք արևմտամետ ուժ, կամ ինչ որ արևմտյան կառույցի շահ ներկայացնեինք, այսօր կասեինք շատ լավ է, հա Թրամփի օրոք, տեսեք, բան տեղի ունեցավ, ստորագրվեց այդ փաստաթուղթը, բայց չէ, ժողովուրդ ջան, դա մենք ենք քննադատել, չէ՞ առաջինը։ Կամ ամուր Սարի հարցով, երբ որ շահագործման թեման եղավ, ԱՄՆ դեսպանին բևեռը չդիմեց նամակով, երբ էր 2023 թվականին։ Շատ խիստ քննադատական։ Այո, շատ խիստ քննադատական։ Որտեղ մենք միշտ դեմ ենք եղել ամուր Սարի։ Դուք տեսել եք ռուսամետ ուժերը, Արցախը, բան չեմ ասում, մնացած քաղաքականությունը դնենք մի կողմեն, որ Պուտինը զենք է վաճառում ռուսներին եւ այլն։ Արցախը հանձնելու օրերին որևէ մեկ ռուսամետ ուժ դուք տեսաք, որ մի հատ ցույց կազմակերպեն, չեմ ասում գնան ասեն Պուտին դավաճան, Ռուսաստան դավաճան, բայց ինչո՞ւ բան պահանջեն, ասեն դադարեցրեք պատերազմը, կամ ասենք երբ որ Արցախն էին համարում լավ Ադրբեջանի տարածք, երբ որ Հայաստանի այս Նիկոլ Փաշինյանի ասած տարածքից էին մտել եւ թուրքերը հիմա տեղակայված են, լավ գոնե այդ ժամանակ մի հատ ձայն ծպտուն հանեն, ինչո պահանջներ կայացնեին, չեղավ ոչ մի բան։ Հիմա դուք ինքներդ ժողովուրդ ջան մտածելու, խորելու, հետևություններ անելու լավ հնարավորություն ունեք այս մինչև հունիսի 7-ը ժողովուրդ ջան։ Դրեք մտածեք, վերլուծեք ինքներդ, ասենք մի ուժ է, օրինակ, վերցնում ենք ազգային ժողովրդավարական բևեռը, որը այս տարիներին 20 տարի շարունակ, ես միայն դա եմ հիշում, վերջին 20 տարին, որովհետև ավելի շատ ծանոթ եմ։ Այս մարդիկ հալածվել են, հանցել են բանտերով, բոլոր իշխանությունների օրոք, բայց մնացել են իրենց սկզբունքին հավատարիմ ու եկել հասել են մինչև ազգային ժողովրդավարական բևեռ, մինչև 2026 թվական, մասնակցում են ընտրությունների, մինչև հիմա իշխանության մաս չեն եղել, մինչև հիմա ինչ ասել են, դուք չեք լսել, ժողովուրդ ջան, ասում էին կլինի պատերազմ, չէիք լսում, ասում էին Նիկոլը փորձանք է մեր գլխին, չէիք լսում։ Հիմա ինչ ասել են, ասում են գնում էին Արցախ ավտոերթով, որպեսզի զգուշացնեին Արցախին սպառնացող վտանգի մասին, Արցախի դարպասների մոտ այս մարդկանց ծեծի ենթարկեցին, էլի չլսեցին, եկան Գյումրի ավտոերթով, Գյումրիում էլ գողականներին ճակերտավոր հանել էին հիմնադիր խորհրդարանի դեմ, ասում էին չպիտի մտնեք Գյումրի, էլ դանակահարություն տեղի ունեցավ, էլ եսի մի։ Այո, դանակահարությունը որ տեղի ունեցավ Հրաչիկ Միրզյանին, որը հիմա արդեն մեզ հետ չի, շատ համեզ լավ մարդ էր, Ժորժ ջան, Նիկոլ Փաշինյանը, նույն հիմնադիր խորհրդարանը, որ կար, որ հետո իր կորիզից ստեղծվեց Սասնա ծռեր զինված խումբը, հիմնադիր խորհրդային նկատմամբ բոլոր բռնություններից հետո իրեն ճղճղ ձենով ազգային ժողովի ամբիոններից, բայց ղժղժում էր, որ բան է եղնում, քաղաքական հետապնդման բանը, հալածանքներ են այս ուժի նկատմամբ, այս մարդկանց Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, այդ դանակահարություններից էր խոսում բան։ Իշխանության գալուց հետո կարող եք ասել մի դրվագ, այս ասենք մեր նկատմամբ ապօրինի հալածանքների, դու հիշում ես տես մի բան, որ ասենք պատասխանատվություն այն, որ մեկը ենթարկվել։ Ասենք Հրաչիկ Մուրադյանին դանակահարողը փայծախն էին հեռացրել։ Միրզոյան, հա, Հրաչիկ Միրզոյանը, որ դանակահարեցին, փայծախն էին հեռացրել այդ մարդու։ Պարզվել է ով է այդ դանակահարողն եղել։ Նիկոլիոլոգ պարզվել։ Ես գիտեմ, բայց չի պարզվել։ Հա, Նիկոլիոլոգ չի պարզվել ով է այդ դանակահարողն եղել, ժողովուրդ ջան։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ էլ ավտոները եւ որ վառում են հիմնադիր խորհրդարանի, Նիկոլ Փաշինյանը պարտադիր դրա մասին խոսում է։ Դա PR-ի համար էր, ինչպես որ իր PR-ի համար եւ հայ ժողովրդի ես մի հատ շատ կարեւոր բան ասեմ։ Արցախյան պատերազմից հետո հայ ժողովուրդը, որ իր մեծամասնության մեջ շատ ազնիվ ու արժանապատիվ դիրքորոշում է ունեցել, դա երկրորդ եղել է Սասնա ծռերի ապստամբությունը։ Հայ ժողովրդի այսպես կոչված չանկեղտերում անկախության 91 թվականից հետո եղած պատմության մեջ Արցախյան այդ բանից ազատագրական պայքարից հետո երկրորդ դեպքը, եւ որ հայ ժողովուրդը իր գերակշիռ մեծամասնությամբ իր դիրքորոշումը ցուցադրելու այդ դիրքորոշումը եղել է շատ տրամաբանված եւ արժանապատիվ, դա եղել է Սասնա ծռերի ապստամբության օրերին։ Ուրիշ ես այս դեպք չեմ հիշում, կամ կարող է այդ էլի եղել են, ես չեմ հիշում, փոքր եմ եղել կամ հետաքրքրված չեմ եղել։ Ինչի մեջ ասես, նայեք, երբ որ քաղաքական ուժը գործում է իր ժողովրդի իր երկրի շահերից ելնելով, ինչ ուժ, ինչ պիտակավորում ասես կգտնեն ու կկպցնեն։ Օրինակ 2020
24 թվականին էր, չէ, որ իրանցի այդ գյուղերը հանձնում էին, ասենք ազգային ժողովրդավարական բևեռը հավատարիմ մնալով իր սկզբունքներին գնաց միացավ, չէ, այդ 3 կետերի շուրջ համագործակցեց սրբազան շարժման հետ, բայց ոչ որովհետև մենք կիսում էինք այնտեղ գտնվող քաղաքական ուժերի հայացքները, որովհետև ժողովուրդ ջան, դա մեր հողի հարցն էր, ասենք մեր գյուղերի հարցն էր։ Ես հիմա պատկերացնում եմ մի հատ ուրիշ գյուղ հանձնեն, չգիտեմ, վաղը մյուս օրը, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ ընտրվեց, Տիգրանաշեն ու հարակից մի քանի գյուղ չէ հանձնելու է։ Այդպես սահմանազատում են անելու։ Հիմա եթե մեր հայրենակիցները հավաքվում են, բողոքում են, ես ուզում եմ հասկանալ, մենք որպես հայրենասեր մարդիկ, որպես ազգային ուժ, որպես հենց մեր հող ու ջուրը սիրող պաշտող մարդիկ, ինչ եք կարծում, պետք է չգնանք այդ մարդկանց կողքը կանգնենք։ Դու գիտես։ Ես չկիսելով ռուսամետ քաղաքական ուժերի հայացքները, այսօր կանգնել եմ այդ մարդկանց կողքին, կանգնել եմ նույն հարթակում, թրքամետության դեմ պայքարի հարցում, որովհետև գիտեմ, որ եթե այս ռեժիմը շարունակելու է իշխել, վաղը մյուս օրը մենք նորից երկրորդ իրանց ենք Ես սրբազան շարժման մասով մի բան ասեմ, ես ինքս ճիշտ ասած անկախ իմ հարգանքից էլի եկեղեցու ինստիտուտի նկատմամբ, որովհետև ես նոր մեր ընկերներից մեկը ասա, որ 10-րդ դարում բանա Պլատոն են հայերը թարգմանել, թե Սոկրատես։ Ու դա բնական է, որ եկեղեցու բաներով ա եղել, էլի, այսինքն, չգիտեմ, մեր մշակութային, որպես մշակութային ժողովուրդ այդ մշակույթը հարստացնելու, չգիտեմ, զարգացնելու գործում եկեղեցին շատ մեծ դեր անեց, եւ այսօրվա Գարեգին բան, તો հենց նույն Բագրատ Սրբազանն էլ ես դա չեմ կապում իրանց հետ։ Այդ չի հարցը։ Ես ուզում եմ սրբազան շարժմանը, որ ես անձամբ դեմ եմ եղել եւ անկեղծ ասած ես մեր ժամանակակից այս հոգեվորականներին, մեր ժամանակների հոգեվորականներին կանտով հակակրանք ունեմ արտկայի։ Գուցե սխալ եմ, չեմ ուզում էլի որպես վերջի ճշմարտություն ասեմ էլի դա, բայց մի շատ կարևոր բան կա, որ ես ուզում եմ խոսել սրբազան շարժման մասին, դրա դրական կողմը միակ։ Դա այն է ժողովուրդ ջան, որ երբ ապօրինի սահմանազատում էր, հայ ժողովուրդը առնվազն մի քանի տասնյակ հազարով լցվեց փողոց։ Հաջորդ օրը եւ որ նռնակներ նետեցին եւ քիչ-քիչ այդ շարժումը մարեց եւ իհարկե ես կարծում եմ որ նախկինների այդ գործակցությամբ գնաց Սրբազանը եւ այդ պատճառով նաեւ այդ շարժումը բան եղավ կամ գուցե սկզբից էլ գործակցում էր ես դա չեմ կարող ասել էական ինչա որ հայ ժողովուրդը մի քանի տասնյակ հազարով լցվեց հրապարակ եւ ցույց տվեց որ ինքը այդ ամեն ինչին դեմ է Սա շատ կարևոր մի բան է եւ ես մի հատ ուրիշ բան Եվ դա խոսում էր Բևերի լայնախոհության մասին, Բևերի հայրենասեր ուժ լինելու մասին։ Ես Բևերի հայրենասիրության հետ չեմ կասկածում, բայց նայ Վահագ ջան, վաղը մյուս օրը եթե նորից նման հարց եղավ ու ժողովուրդը փողոցում եղավ, ես պետք է գնամ կանգնեմ այդ ժողովրդի կողքին, որովհետեւ ոնց կարող է ես թույլ տամ մեր գյուղերի հանձնում։ Հա, ես այդտեղ բան չասի։ Դա նույնն է, որ ես համաձայն լինեմ թրքամետության հետ։ Ну ես նաև այդ շարժմանը դեմ էի, որտեվ գիտեի, որ դրական արդյունք հաստատ չի լինելու, ես միշտ ասում էի, որ դրական արդյունք չկա այդտեղ, բայց հետագայի համար, եւ որ մենք կարողանանք ազգային իշխանություն ունենալ, կամ գոնե այնպես իշխանություն ունենանք, որը, ասենք, չգիտեմ, այդ հարցերում, օրինակ, առնվազն այդ Կիրանցի բանի այդ տարածքներից, որ տվել են այդ հարցերում հետևողականությունը դրսևորել, ինքը շատ հանգիստ կարող ասի, որ հայ ժողովրդի կամքը չի դա կատարել, որտեվ Եթե դա հայ ժողովրդի կամքը լիներ, հայ ժողովուրդը այդպիսի մեծ քանակով չէր լցվելու փողոց։ Բայց ես այդ քանակի մասին մի հատ շատ ուրիշ կարևոր բաներ ասեմ, եւ որ Ռուսաստանը պարտվի, ես վստահ եմ, որ Ռուսաստանը վաղ թե ուշ պարտվելու է, գուցե Թրամփով չի լինելու այլ միջոցով ալնելու, բայց Ռուսաստանը պարտվելու է։ Սասնա ծռերի ապստամբությունը ժողովուրդ ջան, դա եւ այդ սասնա ծռերի ապստամբության կադրերը, դրանք այն ապացույցներն են լինելու, որ հայ ժողովուրդը ժամանակ արժանապատվություն է դրսևորել եւ այդ ռուսական ռեժիմի դեմ նռնակների, չգիտեմ, կրակոցների, չնայած այդ բերետները խփեցին մարդու աչք քանեցին եւ այլն, դուրս է եկել փողոց եւ ընդվեզել է այդ ռուսական ծրագրի դեմ եւ որ հայ ժողովուրդը իրականում այդ ամեն ինչին դեմ է եղել։ Միակ բանը, որ հայ ժողովուրդը պետք է ունենալու է փաստարկը, որ հայ ժողովուրդը այդքան էլ իր մեծամասնության մեջ, այսպես ռուսա հպատակ չի, հա, իր հոգեբանությամբ եւ այլն, դա սասնածռեր ապստամբության կադրեր են, եւ որ մարդիկ դուրս էին եկել աջակցելու այն զինված խմբին, որը դեմ էր Լավրովյան պլանին, որը ասում էր, որ Արցախը ռուս-թուրքական դավադությամբ բան են անելու, այսինքն բան է, էլի, ես գոնե գիտեք կարա քաղաքական հայացքները չկիսեք եւ այլն, բայց գոնե այդ արժանապատվության մասով
դուք պետք է էլի սեփական նվիրալներին չուրանալ։ Հա, Ես ձեզ վաղը։ հավաստիացնում եմ, որ եթե Սասնա ծռերի նկատմամբ այդ հրեշայնացման քաղաքականությունը իր արդյունքը չունենար եւ հայ ժողովուրդը չսկսեր այսպես այլ տեսանկյուն, այլ կերպ վերաբերվել ծռերին, որովհետեւ Նիկոլա Վիդիցելի թավշա հեղափոխություն արել, շատ ավելի բարդ կլիներ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը այդ տականք չլիներ, ինքը գիտեք չէր թույլ տա, որպեսզի Սասնա ծռերին հրեշայացնեն եւ ոնց որ այս Սերժ Սարգսյանը իր բոլոր այլանդակություններով հանդերձ ամեն դեպքում Սերժ Սարգսյանը այնքան ուղեղ ուներ, որ առաջինը Սասնա ծռերին չհայտարարեց ահաբեկիչ եւ դա ոչ թե որովհետեւ ինքը Սասնա ծռերին սիրում էր եւ այլ այնքան ուղեղ ուներ, հասկանում էր, որ պետք չի նման բան հայտարարել, որովհետեւ դա Հայաստանի ռեյտինգն է էլի գցելու։ Եվ երկրորդը Սերժ Սարգսյանը շատ հանգիստ այդ ինչքան էլ Սասնա ծռերն ատում էին իրան, շատ հանգիստ ինքը կարող էր դա օգտագործել, ասել, այ գիտեք, ես շրջաններ, եթե մի շրջան տամ, արդեն ՊՊՑ չի եղնի, շատ ավելի դաժան բան կլինի։ Այսինքն սեփական նվիրալներին ուրանալը միշտ ցեղասպանությանը հանգեցրել մեծ ցավոք սրտի եւ այդ ուրացումը ես վստահ եմ, որ նաեւ այդ ուրացումը Սասնա ծռերի նկատմամբ դա փուլերից մեկն էր Արցախը հանձնելու։ Ժողովուրդ ջան, եթե ունեք հարցեր, գրեք մեզ, սիրով կպատասխանենք, կվերաբերի մեր անելիքներին, կվերաբերվի մեր ծրագրի դրույթներին եւ այլն։ Մենք այս օրերի ընթացքում փորձում ենք եւ կփորձենք որքան հնարավոր է մատչելի կերպով խոսել, ձեզ ներկայացնել։ Մենք ազգային ժողովրդավարական բևեռը ինչպես է տեսնում այս իրավիճակից ելքը, իսկ ես չեմ վարանի ասել, որ ազգային ժողովրդավարական բևեռը, այո, իր ծրագրով միակ քաղաքական ուժն է, որ այս ճգնաժամային իրավիճակից, այս փակուղային իրավիճակից ելք է առաջարկում, սիրելի հայրենակիցներ, այնպես որ այս օրերին, որ մեր քարոզչախմբերը ձեր վարչական շրջաններում կամ մարզերում այդ թռուցիկները, բուկլետները կբաժանեն, դուք անպայման վերցրեք եւ կարդացեք եւ ծրագրով դատեք քաղաքական ուժին։ Մի նայեք ունեցած փողերին, մի նայեք կոնկրետ առաջնորդի վրա, մի հիմնվեք թիմի վրա, հիմնվեք նրա վրա, որ համակարգափոխություն է մեզ պետք եւ ոչ թե մի գնացեք անձերի հետևից, գնացեք ծրագրերի հետևից, որովհետեւ մեր տունը քանդել է այս 30 եւ ավելի տարիների ընթացքում այն, որ մենք գնացել ենք անձերի հետևից։ Դա ամենասխալ քաղաքականությունն է, ժողովուրդ ջան, մենք պետք է գնանք ծրագրի հետևից եւ մենք չպիտի գնանք խոստումների հետևից, որովհետեւ ձեզ շատ մեծ բաներ կխոստանան, բայց ինչ կանեն։ Այո, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը կանգնել էր Արցախի Ստեփանակերտի կենտրոնում, հայտարարում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, իսկ 2 օր առաջ ինքը Սյունիքի մարզում հայտարարում էր, ասում էր, իսկ ինչ է ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը, ընդհանրապես կարող եք ասել աշխատել են այնտեղ, ստեղծել են, շենքեր կառուցել են, չգիտեմ ինչ արել են, բա ինչ են արել, այ տխմար, դպրոց չեն կառուցել, մանկապարտեզներ չեն կառուցել, Արցախ թաղամաս չի կառուցվել եւ այլ թաղամասեր չեն կառուցվել, բայց ժողովուրդը որտեղ էր ապրում, որտեղ կարող է այդ ժողովուրդը իրոք փախստականի կարգավիճակով այնտեղ էր, մենք տեղյակ չէինք։ Հետո ես քեզ մի բան ասեմ։ Վաղը մյուս օրը ժողովուրդ ջան, ասում եմ, ինչ հիմա Նիկոլը ասում է Արցախի հետ կապված։ Նույնը, ասում է Արցախը երբեք էլ մերը չի եղել, կկանգնի կասի Սյունիքը երբեք էլ մերը չի եղել։ Ինչի այսօր Սյունիքի մարզում դպրոցներ չեն կառուցում, մյուս մարզերում դպրոցներ չեն կառուցում, Շիրակի մարզում դպրոցներ չեն կառուցում, որը Թուրքիային է սահմանակից։ Վաղը մյուս օրը կանգնելու է այդ ճանապարհները, որ սարքում են, Արցախում էլ էին ճանապարհ սարքել, Արցախում էլ էին դպրոց ու մանկապարտեզ սարքել կամ բժշկական հաստատություններ, հիմա կառուցում են Սյունիքում ու դրանով են ձեզ խաբում, որ վաղը մյուս օրը քվեստանան։ Սյունիքում էլ են դպրոց ճանապարհ սարքում, բայց երբ իրեն մի քանի տարի հետո կկանգնի կասի կամ մյուս տարի մի քանի ամսից, կասի, բայց Սյունիքը ինչի մերն է եղել, չէ, թող կան ադրբեջանցիները ապրեն։ Կկանգնի ու կասի ժողովուրդ ջան, եւ իրոք կկանգնի ու կասի, մենք ձեզ չենք խաբում։ Հենց այդպես կկանգնի ու կասի, դրեք այդ մարդու անցյալ վիդեոները, տեսանյութերը, իր խոսույթը համեմատեք, կտեսնեք։ Հիմա մարդը ինչ է ասում։ Ղարաբաղը, չէ՞։ Ղարաբաղցիները, այդպես կամահրանքով հայաստանցի Ղարաբաղցի։ Նույնը վաղը մյուս օրը դնելու է Սյունիքի համար է ասելու, ու չկասկածեք, որ ասելու է։ Ինքը այն մարդն է, այն կենթանին է, որ ասելու է ժողովուրդ ջան։ Ես միակ էլ այդ Արցախի մասով մի շատ բան ասեմ։ Ուրեմն ես ուղղակի խնդրում եմ հիմա Google-եք Շուշի
ու դրեք նկարները նայեք Շուշի։ Տեսեք Հայաստանում ավելի լուսավոր, ավելի վառ, ավելի սիրուն քաղաք, քան Շուշին, քանի հատ կա։ Հին շենքերով այդ Ղազանչեցոս վանքը վերևից նկարած է եւ այլն։ Եթե ինչ որ մեկը հոգի ունեցող մարդը Շուշիին կնայի, կասի սա դժբախտ դժգույն քաղաք է, ուրեմն կամ համաձայն կլինի Նիկոլի հետ, որ Շուշին դա դժբախտ դժգույն քաղաք է, ուրեմն դժբախտ դժգույն ինքն է եւ իր հոգին է դժգույն ու դժբախտ, որովհետեւ անհնար է հասկանում եք հոգի ունեցող մարդը Ղազանչեցոնցը տեսնի եւ ասի սա դժբախտ դժգույն ինչ որ եկեղեցիա կամ չգիտեմ քաղաք է։ Ուղղակի ես խնդրում եմ, ես օրինակ հիմա առաջարկում եմ շատերը դա անեն։ Գուգլեք Արցախի Շուշիից հենց կադրեր գտեք, գեղեցիկ, դրեք ու ասեք, գրեք թե ինչի տղա է նա, որ համաձայն է որ Շուշին դա դժբախտ ու դժգույն է, եւ նա որ կասի որ Շուշին դժբախտ ու դժգույն է, ժողովուրդ։ Վահագ ջան, երբ որ գնում էին Աղդամ նուրը ձեռքներին նկարվում էին, Նիկոլ Փաշինյանը ժողովուրդ ջան իր ընտանիքով տատիկ պապիկի արձանի մոտ նկար ունի։ Այն ժամանակ իրենց համար Արցախը Հայաստան էր։ Հիմա ինքը այս նախընտրական քարոզչության շրջանում գնում է, կապանում է, սիրուն նկարվում, Գորիսի հրապարակում է, կանգնում խրոխտ ելույթներ է ունենում, բայց ինչ ունի ասելու։ Այս մարդը ձեզ այդ որ խափում ասում է խաղաղություն է բերել, այդ ում դուրը թակում է ժողովուրդ ջան, այդ մարդը գիտի որ այս մարդկանց ուղղակի հնարավոր է կաշառել փողով, բանով, աշխատանքով, ինչով, քանի որ ինքը ուղեղով չի մտածում, ստամոքսով է մտածում։ Հենց այդպես էլ այդ մարդը առաջնորդվում է, գնում է քարոզարշավի, դուրը խփում է, ասում է հայրիկ ջան, բանը թոշակդ բարձրացել է, այդ մարդը ապրում է սահմանամերձ քաղաքում, իրեն իր թոշակը չպիտի այդքան հետաքրքրի, դա էլ պիտի հետաքրքրի, ու դա պիտի շատ վաղուց արվեր, այլ այդ մարդուն իր անվտանգությունը պիտի հետաքրքրի։ Իսկ այն որ այս ռեժիմը ժողովուրդ ջան ձեզ անվտանգություն չի բերել, ոչ մի խաղաղություն չի բերել, դա փաստ է, այդ կրծած քարտեզը պետք է տակ իրեն խփեք դոշին ու ճանապարհեք, մի վերցրեք, որովհետև դա Հայաստանի քարտեզը չի։ Հայաստանը 1991 թվականին չի ստեղծվել։ Ադրբեջանը տեսնում եք ինչ է անում ժողովուրդ ջան։ Ադրբեջանը իրեն ճանաչել է առաջին հանրապետության իրավահաջորդ եւ այսօր կոնկրետ քայլերով, գործողություններով գնում է առաջ։ Գնացել է, դիմել է միջազգային դատարան, մեր դեմ 2 խոշոր հայց է ներկայացրել, մեզ հանում է իր կոնկրետ այդ առաջին հանրապետության կեղծ լոզունգներով մեզ օկուպանտ է հանել, ասում է 30 եւ ավելի տարիներ շարունակ հայերը եկել են մեր տարածքները, բայց իրականում հայերի տարածքը Արցախը զավթել են, այստեղ ինչ որ բաներ են արել, մեր գույքին եւ այլնին վնաս են հասցրել, պիտի դիմել են դատարան ու վաղը մյուս օրը հսկայական միջոցներ են մեզանից ուզելու։ Իսկ ինչ են անում այս թրկահպատակները, Ստեփանակերտի մայր տաճարը դնում են հիմնահատակ թուրքերը ոչնչացնում են, սրանք ձայն ծպտուն չեն անում, ասում է Նիկոլ Փաշինյանն ասում է վաղը մյուս օրը որ Արծվաշենը իբր տվեց Նիկոլ Արծվաշենը, դուք էլ տեսաք, Արծվաշենը ասում է որ տվեց մեզ այնտեղ մսկիթներ եղավ ու հայերը նույնը արեցին մսկիթների վրա, ինչ պետք է անենք, այս դուք համեմատության նայեք, կամ մի հատ անկրագետ պատգամավոր ունեն, ասում է կոնկրետ մշակութային ժառանգություն չի համարում եկեղեցին, պատկերացնում ես, ասում է որ թվականին է կառուցվել այդ եկեղեցին, որ մշակութային ժառանգություն համարվի, այս սրիկա ինչ տարբերություն որ թվականին է կառուցվել, Ադրբեջանը դու այն թալինց ինչի է որ վերապացել որ հայ մերը գիտեր արագ որ անգիրացել, չէ, կին է, հասմիկ չգիտեմ ինչա։ Հա չէ դրա դու պատկերացրու Սրանց գիտությունը ժողովուրդ ջան, դուք ուրեմն սիրելի ժողովուրդ, սիրելի հայ մարդ, դուք դրեք համեմատեք ազգային ժողովի խմբակցությունների հետ, ովքեր որ կան այսօր նստած, մի հատ համեմատություն անցկացրեք էլի այսօրվա բևերի ընտրական ցուցակի հետ, տեսեք ովքեր ենք մենք, ինչ ճանապարհ ենք անցել, ովքեր են մեր ընտրական ցուցակում, ովքեր են մեր առաջնորդները, մի հատ Արա Պապյան դրեք, այդ մարդու կենսագրությունը ուսումնասիրեք, Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Գարեգին Չուքազյան, Արմենակ Կյուրեղյան, ում մոռացա, Կարո Եղնուկյան, այդ մարդը, Կարո Եղնուկյանը, առոք, փառոք իր համար ապրում էր ԱՄՆ-ում, այդ մարդը թողեց, Ամերիկան եկավ Հայաստան, որ տեղ կանգնի, հա, բանտ նստեց, հա, լրիվ անմեղ տեղը տարան այդ մարդուն նստեցրին, հալածեցին, ունե զրկեցին, փողերը
հաշիվները սառեցրեցին, չթողեցին իդեպ շատ ծանր հիվանդություններ, չթողեցին հա, անգամ չթողեցին գնա դուրս բուժման։ Հա, ժողովուրդ ջան, մի հատ դրեք այդ ամեն ինչը համեմատեք ու մի չափեք մարդուն իր ունեցած փողով կամ ռեսուրսով։ Իրեն ուղղակի դրեք, նայեք ինչ կարող է անել, ինչ արդյունք կարող է ձեզ տալ։ Իսկ այն որ բևերը արդյունք է տվել, հիմա նորից չտնենք խոսենք էլի, որ ասենք դուք պատկերացրեք, չլինելով իշխանության մեջ, չլինելով խորհրդարանական ընդդիմություն, որևէ ձևով մաս չկազմելով իշխանության, անգամ փոքր խմբակցություն չունենալով, ազգային ժողովրդավարական բևերը ձեր շնորհիվ, սիրելի հայրենակիցներ, ձեր տված ֆինանսական ռեսուրսների շնորհիվ, լոբիստական գործունեության համար կրկնակի շատ գումար է ծախսել, քան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Չէ, Նիկոլ Փաշինյանն էլ է լոբիստականի վրա ծախսում, բայց Հայաստանի շահերի ծախսել մինչև հիմա իշխանությունը դու Ալիևի ծախսած փողերին նա Չէ, բայց Նիկոլ Փաշինյանից ինչքան գիտեմ լոբիստական կազմակերպություն է վարձել, ոչ թե զբաղվում է անգամ այդ դեպքում նրանով, չէ, ոչ թե զբաղվում է նրանով, որ ադրբեջանցիները մեր նկատմամբ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն են իրականացնել եւ այլն եւ զբաղվում է ոչ թե դրանով, այլ զբաղվում է իր PR-ով։ Ասում եմ լոբիստական կազմակերպություն վարձել, որպեսզի վերընտրվի ինքը պատկերացնում եք։ Այսինքն ժողովուրդ ինչ որ մեկը կա Հայաստան, որ այնքան դժվար է, ասենք, չգիտեմ, բարձ բաներ անցնում, որ կարծում է, որ պետք չի, որ ասենք թուրքերի մեր նկատմամբ արածները, ադրբեջանցիների վերջ պատերազմում ռազմական հանցագործություններ եւ այլն, որ մեր երեխեքի, մեր ընկերների, մեր փոքր եղբայրների, չգիտեմ, ձեր սիրած տղաների, ձեր զավակների հանդեպ այն ինչ կատարվել է թուրքի ադրբեջանցիների կողմից, դա պետքա մոռացվի։ Այսինքն, եթե գիտեք մեկի տանից մի հատ զու գողանան, չգիտեմ ինչ եք սարքում, 5000 երեխու նկատմամբ կոնկրետ ցեղասպանություն է տեղի ունեցել։ 120,000 մարդու նկատմամբ սպիտակ ցեղասպանություն է տեղի ունեցել, որը ընթացել է իհարկե բանով, էլի, այսինքն ուղիղ ռազմական հանցագործություններով, սպանություններով եւ այլն։ Լավ, եթե նույնիսկ Նիկոլը, չգիտեմ, մեղավոր չի, ինչպես դուք եք ասում եւ այլն։ Լավ, Նիկոլ Փաշինյանին ոչ իր անտրոններից մեկը չի ասում, այ պարոն Փաշինյան, ասենք, բայց այդքան ռազմական հանցագործություններ եղան, այդ պատերազմական հանցագործություններ եղան Արցախում, այդքան անմեղ մարդ սպանեց, էլ ականջ կտրեցին, էլ չգիտեմ, հա, էլ երեխեքին այդ նկարներն այն ցույց տալիս, չէ, բաների այդ ոնց են հայերի նկատմամբ այդ դաժանությունները բան։ Ասենք, ոնց չեք էլի դուք ասենք, գոնե այդ պահանջը դնում եւ այդ պահանջից ելնելով օրինակ գնահատական տալիս։ Լավ, Նիկոլ Փաշինյանը համար ենք մեղավոր չի։ Ինքը ինչի է ռազմական հանցագործությունների կոչվում։ Լավ, հայերը տեղը եկ որ ենք, համարենք եւ Նիկոլ Փաշինյանն է ճիշտ, դա Հայաստանն չէր, օրինակ, տենց համարենք։ Բայց պատերազմական հանցագործությունները որոնք եղան։ Արա ձեր երեխեքին մեր հարազատներն են, չէ՞, այդտեղ զոհվել եւ դարձել են ռազմական հանցագործությունների այսպես թիրախ։ Կամ ես ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, սիրելի հայրենակիցներ։ Արին սիրելի։ Դուք իմ հայրենակիցն եք։ Դուք իմ կողքին ապրող այն մարդն եք, որի վրա ես կարող եմ հույս դնել, չնայած որ դուք նիկոլական եք։ Սիրելի նիկոլական հայրենակից, օրինակ քո կարծիքով, ես, ով 2016 թվականին կորցրել է իր մորաքրոջ տղային 4-օրյա պատերազմի ընթացքում, եւ ուրեմն ես ուզում եմ պատկերացնել, դուք մտածում եք, որ ես կամ մյուս զոհվածի հարազատը կամ դուք կարող եք թուրքերի հետ ապրել, այդ 300,000 ադրբեջանցիներին, որ բերելու են ու վերաբնակեցնելու են, իրանք Սյունիքում չեն մնալու են նստած, վաղը գալու են Երևան, գալու են մեր մյուս քաղաքներում, տարածվելու են, հո չեն գնալու Սյունիքում այնտեղ մնան եւ այլն։ Եվ ոստիկանությունն էլ, Հայաստանի ոստիկանությունն էլ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հսկելու է նրանց առօգ-փառոգ կյանքը Հայաստանում ապահովելու է։ Ժողովուրդ ջան, ուրեմն իմ մորաքրոջ տղան, որ զոհվել էր, այդ թուրքերը, երբ որ ես դեռ չգիտեի, որ մորաքրոջս տղան զոհվել է, թուրքերը իմ մորաքրոջ տղայի խոշտանգած մարմնի լուսանկարները ինձ ուղարկել են, եւ ոչ միայն ինձ, ուղարկել են նաեւ իր կնոջը, ուղարկել են նաեւ մեր մյուս հարազատներին, այսինքն իրենք մտել են, ուսումնասիրել են, օրինակ, ինչ հարազատ բարեկամ կա, բոլորիս, ովքեր որ մենք դեռ չգիտեինք, որ մորաքրոջս տղան զոհվել է, ես տեղադրել էի իր նկարը իմեջում, իրենք անհատական նամակներ էին գրում
իմ մորաքրոջ տղայի մարմինը ես տեսել եմ ինչպես են թուրքերը խոշտանգել, ինչպես են իրեն սպանել։ Չեմ կարող ուղակի այդ ամեն ինչը հիմա ցես ներկայացնել, որովհետև դա մի ահավոր տեսարան էր, որովհետև առաջին հայացքից ինքը ուղակի իմ համար անճանաչելի էր։ Հիմա ինձ կարող են ստիպել, որ ես այդ թուրքերի հետ կարող եմ խաղաղ ապրել։ Այն մարդը, որը մորթել է իմ հայրենակցին, այն մարդը, որը իմ հայրենակցի գլուխը բացել է, գլխի մեջ հող է լցրել եւ ուղարկել է Հայաստան, որ իր հարազատները իրեն այդպես խոշտանգված տեսնեն կամ թևն են կտրել, վրեժ են լուծել իրենց ասելով, ուրեմն դուք այս մարդկանց հետ պատկերացնում եք, որ այդ մարդիկ այդ թուրքը փոխվելու է ու վաղը մյուս օրը դուք իրենց հետ հանգիստ ապրելու եք, ինչպես այսօր Ալեն Սիմոնյանն է պատրաստ գնալ ու ապրել ու ասել, որ Ադրբեջանը այսօր մեր անվտանգության երաշխավորն է, մենք էլ Ադրբեջանի անվտանգ։ Դուք ով եք, որ Ադրբեջանի անվտանգության երաշխավորը լինեք։ Դուք ոչնչություն եք։ Դուք անգամ ձեր անվտանգության երաշխավորը չեք կարող լինել, որովհետև եթե առանց թիկնապահների եւ ոստիկանության փողոց դուրս գաք, դուք չգիտեմ ինչի եք արժանանալու։ Լավ, Ալեն Սիմոնյանը, որ ժողովուրդ ջան, ասենք, չգիտեմ, անձնական շահագրգռվածություն ունի, բազատ է, թիկնապահ ունի, ոչնչություն է, հանկարծ ձեռ իշխանություն է հանգել, ու կուզի մեկի վրա կթքի ախրանիկները, ոստիկանները իրան կպաշտպանեն, մեկի քիթը կջարդի եւ այլն, այսինքն ինչ որ անձնական շահագրգռվածություն կոնկրետ ունի։ Հա, ինչ ասենք Հայաստանն էլ կծախի Կասի Ալիևի հետ, չգիտեմ, բաժակել կբարձրացնի, ամեն ինչ էլ կանի, որպեսզի ինքը մնա իշխանության եւ ձեր հարկերով, հենց այն որ կներեք բարիս համար կայֆավատ լինի։ Բա դուք ժողովուրդ ջան, դուք ինչ եք շահագրգռված, որ Ալեն Սիմոնյանը այդ ամեն ինչը ունենա եւ ձեր վճարած հարկերից։ Դուք ինչ եք դրա մեջ շահագրգռված, ես անկեղծ չեմ կարողանում հասկանալ։ Լավ, Ալեն Սիմոնյանը մնաց, Արցախը Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի մաս, չգիտեմ, մի երկու բան էլ ուզեց, այնտեղ հռչակագրից հրաժարվեցիք, որտեղ առաջ հանրապետությանը հղում կա եւ այլն։ Այդ ամեն ինչից հրաժարվեցիք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա կամ նիկոլականես կենթայիները մնան։ Ես հասկանում եմ նիկոլականները ինչի են ուզում մնան։ Ես չեմ հասկանում դուք ինչի եք ուզում նիկոլականները մնան։ Ես անկեղծ դա չեմ հասկանում։ Եվ սա կարող եմ ասել ոչ միայն նիկոլականների եւ Նիկոլի մասին։ Ես 30 տարի մեր երկիրը կեղացկած ցանկացած իշխանության եւ նրանց ընտրողների մասին այս հարցը կարող եմ տալ, չէ՞։ Ես ասենք ասում եմ կարող եմ ասել, չէ՞, ասենք SSS ուժը, չգիտեմ, բուկմեկերական ընկերությունների սեփականատեր են դարել իրանց ազգային ուժ հռչակելով ինչ-որ մարդիկ եւ այլն, ու պարզ է էլի, որ իրանք ուզելու են մնան իշխանության կամ չգիտեմ կոալիցիա են կազմելու մարտի 1 անողների հետ եւ այլն, հասկանում եմ։ Ես դրանց ընտրողներին չեմ հասկանում։ Լավ, նրանք ազնական շահ ունեն, տականք են արեցին։ Դուք ինչի եք սրանց ընտրում։ Դուք ինչի եք ուզում, որ իրանք կազինո ունենան։ Ես դա չեմ կարողանում հասկանալ եւ ձեր երեխեքին դարձնեն խաղամոլ փողերը տանեն։ Ես իրոք դա չեմ կարողանում հասկանալ էլի։ Ու նաեւ այն, որ ժողովուրդ ջան, այսօր այդ օլիգարխները, այդ Ռուսաստանաբնակ ռուսաստանցի գործարարները, որ մեր ժողովրդի համար ինչ որ աշխատատեղեր են ապահովել ու ժողովուրդն է ստիպված գնում է, իրեն ցույցերին մասնակցում է եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ դուք պարտավորված չեք գնալ իրենց ընտրել։ Նույն թաղապետարանի աշխատող կլինի, բանկի աշխատող կլինի, օրինակ Գրզոյի բանկի աշխատողը կամ չգիտեմ, թաղապետարանի ինչ որ բաժնի աշխատող, բան ժողովուրդ ջան, դուք այն բաժնի պետերը կարող են ինչ-որ պարտավորություն ունեն իրենց վրա, որ չգնան, չընտրեն, կարող է բան։ Ժողովուրդ ջան, եթե դուք չգնաք, չընտրեք Նիկոլ Փաշինյանին կամ չգնաք, չընտրեք ինչ-որ մի քաղաքական ուժի ղեկավարի կամ ուժի օգտին, որի խանութում է, սուպերմարկետում է կամ ինչ-որ շինարարության վրա եք աշխատում, իրենք չեն իմանալու այդ մասին։ Դուք ձեր վրա այդ պարտավորությունը մի վերցրեք։ Դուք մի գնացեք ձեր ձայնը տվեք, որ ինչ-որ մարդիկ ուղակի խորհրդարանում ներկայացվածություն ունենան։ Դուք գնացեք ծրագրին ձայնը տվեք։ Մի հատ նայեք, հələ օրինակ այդ X օլիգարխը ձեզ ինչ է առաջարկում։ Լավ, բացի այդ օրը ուտել խմել անկողին մտնելուց բացի ժողովուրդ ջան, ինչ որ բան կա, չէ, ավելի լուրջ հարցեր կան։ Դա էլ է կարևոր, այո, դա էլ պետք է լինի, բայց դա չի կարող լինել, եթե մենք չունենանք անվտանգություն։ Իսկ այսօրվա դրությամբ մենք անվտանգություն չունենք խաղաղություն։ Այդ խաղաղությունը վաղը մյուս օրը, որ օրինակ Թրամփը իշխանության չեղավ,
Այդ ինչպես են այդ խաղաղությունը ապահովելու։ Այդ ուղղակի բան է, Ալիևը այս շրջանում որոշ ժամանակ Թրամփին խոստացել է հանգիստ կթողնի, Նիկոլն էլ կընտրվի, վաղը մյուս օրը հլը տեսնեմ, որ սահմանադրությունը չփոխեց, Ալիևը չի հարձակվելու։ Դրանով էլ են ձեզ շանտաժ անելու։ Եթե սահմանադրությունը չփոխենք, Ալիևը հարձակվելու է։ Եթե սահմանազատումը չանենք, Ալիևը հարձակվելու է։ Եթե մենք չեղանք իշխանության, Ալիևը հարձակվելու է։ Ժողովուրդ ջան, դա արդեն ձեր համար փաստ չէ, որ խաղաղություն չկա։ Դա խաղաղություն չէ։ Դա մեզ վախի մեջ պահելու միջոց է։ Երբ կուզի Նիկոլ Փաշինյանը այդ գործիքը մեր դեմ կօգտագործի, կայուն խաղաղություն չկա ու չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր այս խմբակը իշխանության են, ժողովուրդ ջան։ Կայուն խաղաղություն եք ուզում, անվտանգություն եք ուզում, գնացեք հունիսի 7-ին ընտրեք 8-րդ համարին ազգային ժողովրդավարական բևեռին, ով ձեզ չի ասում մեծ այսքան խոստումներ չի տալիս։ Չի խախում, որ 300,000 աշխատատեղ եմ ստեղծել, կես տարում ստեղծել։ Մենք այնքանով ենք հարուստ, ժողովուրդ ջան, մենք այդ փողը չունենք, որ այսօր օրը $60,000 շռայլորեն ծախսենք, մարդիկ բերենք, կան, մեզ համար ծապտան, ուրախանան, երգեն, պարեն, նկարեն, գցեն։ Մերը ինչ արվում է, անկեղծ է արվում, մարդիկ անում են անվճար կամավորական հիմունքներով հանուն գաղափարի, փողով չեն անում։ Ես քանի որ նկարում եմ մեր բոլոր միտինգները, երբ իմ չափ ոչ մեկ բևերի միտինգը չի նկարել, էլի։ Ես մի շատ բաց բան եմ ուզում իշտ։ Ես ուզում եմ ուղղակի նայեք այդ կեղծ ընդդիմության հանրահավաքները եւ այլն, էլի։ Մարդկանց մոտենում են բանով, միկրոֆոնով, կամերայով, մարդիկ փախնում են։ Չեն ուզում Երևան։ Դու այսքան վաղ բան են կարել։ Հանրահավաք են կարել եւ այլն, շատ աղեր մտել ենք մարդկանց մեջ խոսելու։ Դու երբևէ հանդիպել, հիշում ես դեպք, այսինքն ուղիղ եթերում այդ ամեն ինչը եղել էլի։ Դեպք չի եղել, որ ինչ-որ մեկը խուսափի պատասխանել ինչի ա եկել եւ այլն, էլի։ Այսինքն ժողովուրդ ջան, ասենք բան չեք էլի, դուք որ ֆուտբոլի գնդակ չեն, այսօր ստեղ լինեք եւ աղա այնտեղ լինեք։ Ոգի չկա, հա, ոգի իհարկե չկա։ Այդ անմիջականությունը, այդ մաքրությունը։ Ես դες վերջ ես մի հոգ հետ խոսում եմ, որ այդպես առանձնապես մեր կողմնակիցը չի, բայց մեր աջակիցների մասին էդ էր էլի ասում, որ ինչքան սրտի է ամեն ինչ։ Սիրով է արվում, հայրենիքը սիրող, իսկապես սիրող մարդիկ են։ Այս մարդիկ չեն եկել միտինգի, որովհետև ասենք բևերը իրենց աշխատատեղ է։ Կախվածություն չկա, էլի, գաղափարից է կախվածությունը միայն։ Այսինքն եթե ինչ-որ ֆինանսական եւ այլ ինչ-որ հարաբերության մեջ էլ մտնում է բևերը իր աջակիցների հետ, վճարողը աջակիցներն են։ Պատկերացրեք, ոչ մի օլիգարխ չի վճարում այս համար։ Այսինքն այս մեդիայում, որ մենք աշխատում ենք, ժողովուրդ ջան, էլի փող տվողը դուք եք, այս տարածքի վարձը որ տալիս ենք, մենք որպեսզի կարողանանք աշխատենք, փող տվողը դուք եք։ Որը ժողովուրդ ջան, ուրեմն դրա համար չեն վախենում, չեն ամաչում, հա։ Ուրիշ բան եմ ուզում ասել։ Ուրեմն այս մեր դրամահավաքին մասնակցել է Գարեգին Չուքազյանը։ Արա Պապյանը, խորհրդի մյուս անդամները, եթե ներդրում են արել, ուրեմն այս պայքարի մեջ փող են ներդնում բոլորը։ Մարդը, որը գործ չունի, իր ընդամենը իր օրվա հացի փողն է հայթայթում, փող է տալիս այս շարժման համար, որտեվ գիտի, որ իրենից շատ բան է կախված, այդ իր 5,000 դրամից շատ բան է կախված, որովհետև եթե ինքը այդ 5,000 դրամը չտա, բևերը չի կարող վաղը մյուս օրը լոբինգ իրականացնել Միացյալ Նահանգներում։ Բևերի մեդիան չի կարող այս տարածքը վարձել, եթե ինքը այդ փողը չտա։ Եթե ինքը այդ փողը չտա, այդ թռուցիկները չեն կարող տպագրվել, այս քարոզչական ամբողջ ընթացքը բևերը չի կարող ապահովել։ Բայց ամենակարևորն է, որ ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը հաշվետու կերպով ձեզ ներկայացվում է։ Մենք մեր ֆինանսական հոսքերը չենք թաքցնում ձեզանից։ Բոլորիդ անունը ներառված է, չէ՞։ Մտնում եք, կարդում եք, ով ինչքան փող է տվել։ Տվել են մեդիային, մեդիայի վրա է ծախսվում։ Տվել են ընդհանուր պայքարին, ուրեմն ծախսվում է հենց ընդհանուր պայքարի համար։ Տվել են լոբիստականին, հենց այդ ուղղությամբ է ծախսվում։ Նախընտրական քարոզչությանը հենց այդ ուղղությամբ է ծախսվում։ Դուք արդյոք կգտնեք որևէ քաղաքական ուժ, ով այսպես թափանցիկ կներկայացնի ժողովրդին ու ոչ միայն իր աջակիցներին, ինքը ընդհանրապես պարտավորված չի որևէ մեկին ներկայացնելու, բայց ոչ միայն իր աջակիցներին է ներկայացնում, այլ ամբողջ հայ ժողովրդին է ներկայացնում։
ցանկացածին այսօր հասանելի է մեր դրամական մուտքերի ու ելքերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Եթե կգտնեք որևէ այլ քաղաքական ուժ, օրինակ Գուրգեն Սիմոնյան, մարդը իր գրպանից 7.5 միլիոնը տվել է նախընտրական գրավ։ Մի հատ բաչա հարցրեցիք, այդ ո՞նց է տվել, այդ ո՞նց գոյացավ այդ գումարը։ Մենք մեր էջում դրել ենք, օրինակ, հիմա այս ինչ մարդը Գեղեց Խաչատրյանը, հիմա տեսա ինքն է նայում, 20,000 դրամ նվիրաբերել է։ Այդ փողից գնացել է նախընտրական գրավի փող կամ բուկլետ է տպագրվել, կամ ասենք ով ասեմ, Նունե Սերոփյանը մի քանի անգամ գումար է փոխանցել, Մարգարիտա Խլղացյանը, Արա Վարոսյան ու մյուս մեր բոլորի անունները կարող եմ տալ։ Մենք գիտենք ոնց ենք տալիս այդ նախընտրական գրավը ու հաշվետու կերպով ներկայացնում ենք։ Ժողովուրդ ջան, դա դուք մի հատ Գուրգեն Սիմոնյանի աջակիցները, այդ տարիքով կանայք, որ այդպես դոշ եք ծեծում, մեր Գուրգենը, մեր երիտասարդ թագավորը, հələ հարցրեք այդ թագավորը այդ գրպանից այդ 7.5 միլիոնը որտեղից գտավ տվեց, ժողովուրդ ջան, այսօր մարդկանց գրպանը 7500 դրամ չկա, 7.5 միլիոնը որտեղից տարավ մուծեց այդ ձեր թագավորը, հələ մի հատ հարցրեք, ով տվեց այդ գրավի Չէ, կամ այդ Գուրգեն Սիմոնյանին մի հատ հարցրեք, էլի որ հիմա տենց Ռուսաստանի դեմ իբր խոսում է եւ այլ, այդքան ակցիաներ են եղել Ռուսաստանի դեմ եւ այլն, այդ ինչի մի անգամ չի մասնակցել եւ կարակ ասենք 21 թվականից մի հատ հոդված աչքս բերեք մտցնեք, որտեղ այդ պրոֆեսոր Մարթա ինչքան գիտեմ, չէ՞, ինչ որ գիտական կոչվում է, բան։ Այդ մարդը մի բառ խոսել է Ռուսաստանի դեմ կամ Ռուսաստանի այսպես գաղութային նոր գաղութային քաղաքականության մասին։ Ուղղակի չեք գտնի։ Ես չեմ ուզում, գիտեք, ես չեմ ուզում այդ փոքր այդ մարուկին մասին անիմաց շատ խոսեցինք, բայց ես չեմ ուզում, որ հերթական անգամ դուք գիտեք, ինչ որ մարդկանց հետ հույս տնեք, որը ձեզ խաբում է։ Ես իմ ժողովրդին, ինչպես բոլոր ժողովուրդը, հայ ժողովուրդներն էլ թերություններ ունեն, էլի այնպես չի, որ իրեն բնորոշ, բայց ես այս ժողովրդի շատ եմ սիրում։ Ես Հայաստանը իր պատմությամբ ամեն ինչով, իր երգերով են, իր ամեն ինչով շատ եմ սիրում եւ մեր ժողովրդին էլ եմ շատ սիրում։ Ես չեմ ուզում, որ դուք հերթական անգամ խաբեք։ Այսօր մեկի հետ խոսում եմ, ասում եմ, այ Նիկոլ Փաշինյան բան է, այդ քարոզարշավի շարունակ էլի այդ երթենք ամ, ասում եմ Նիկոլ Փաշինյանի համար դոշ էի տալիս, ասում եմ մարդկանց վիրավորում էի, ասեի միացեք Սերժին հեռացրեք եւ այլն։ Հիմա փոշմանել եմ ու հիմա ասում եմ, բա ինչ եք պատրաստվում անել, մի հատ անուն է տալիս, քաղաքական գործիչ չեմ ուզում անունը տամ, որը կոնկրետ խափում է, որ գալու է 250,000 աշխատավարձ տեղ ստեղծի։ Հա, ասենք հասկանում եք, ինքը իր խղճի վրա ծանր է նստել, որ ինքը սխալ ընտրություն է կատարել, եւ երկրորդ անգամ էլ ենք ուզում սխալ ընտրություն կատարի։ Այսինքն այդ նոր դուրս պրծած ինչ որ անհասկանալի երևույթների վրա ուղղակի ուշադրություն մի դարձրեք, ուշադրություն դարձրեք գործին։ Ով է ձեզ ճշմարտությունն ասել, ով է ձեզ ասել, որ ռուսները թուրքերի հետ միասին Արցախը հանձնելու են, ով է ձեզ ասել այն միակ քաղաքական ուժը, որն ա եղել, որ խոսել է 5-րդ սերունդի պատերազմի մասին 14-15 թվերից արդեն, ու ըստ այդմ կատարեք ձեր ընտրությունը։ Այս շատերն ասում մեզ խափեցին, ով եկավ իշխանության, խափեց, հիմա ինչ հույս ունենանք, որ դուք էլ չեք խափի։ Ես ձեզ վստահեցնում եմ, ժողովուրդ ջան, որ Վազան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի նման մարդկանց առնելու համար շատ լուրջ փող կվճարեր այս համակարգը, որպեսզի նրանց առներ, բայց նրանք չեն ծախվել։ Հասկանում եք, մենք խոսում ենք, չէ՞ որ մենք 1700 տարվա քրիստոնյա ենք եւ այլն, բայց մենք մարդ ազնիվ մղումներով արած քայլերի մեջ սկսում ենք կասկածել։ Գիտեք, գայթակղության չգնալը եւ այլն, դա շատ բարդ բան է մեր բոլորիս համար եւ դրա համար ենք մենք շատ հաճախ կասկածում։ Բայց մենք եկեք չբացառենք էլի հայ ժողովրդի ներսից միշտ էլ այսպես ուժեղ տղեկ տվել, ովքեր ոչ մի ոչ գայթակղության չեն գնացել, չեն ծախվել եւ այլն։ Եվ ձեզով ասել, որ այդ տղեկից հիմա չկան։ Ես ճանաչում եմ Սաֆարյան Գևորգի վրա, ես ավելի վստահ եմ, քան վրա եմ վստահ։ Անհնար է որ այդ տղեն ծախվի։ Ես Վազան Ավետիսյան, Ժիրայր Սեֆիլյանի վրա եմ այդքան վստահ։ Գիտեք, կծախվեն, ես եթե այդպես բան լինի, ես կապսոս եմ, կասեմ, հա դե ով ասես ծախվեց, իտոգում իրանք է ծախվեցին։ Առայժմ չեն ծախվել եւ առայժմ իրանք, այսպես ասած, այդ, չգիտեմ, այդ գողոթայի ճանապարհներով են անցնում հանուն մեզ բոլորիս, էլի։ Ես հետո ժողովուրդ ջան, այս մեր դրամահավաքները, որ մենք անում ենք, մեկ էլ մտնում գրում են, էլի փող եք հավաքում։ Ժողովուրդ ջան, մենք իդեպ այստեղ հիշեցի, որ Armenpress պետական լրատվական գործակալությունը, որը երեք հիշել էր մեզ, հանկարծ նման հոդված է հրապարակում, որ ազգային ժողովրդավարական բևեռը իր նախընտրական քարոզչությունը սկսել է նախընտրական դրամահավաքով։ Ուրեմն դուք այնքան ոչ պրոֆեսիոնալ եք, սիրելի Armenpress,
որ եթե օրինակ մի տոկոս պրոֆեսիոնալիզմ լիներ ձեր մոտ, դուք գոնե տեղյակ կլինեիք, չնայած ես գիտեմ, որ դուք դա հատուկ եք արել, ցույց տալու ժողովրդին, որ եկել են բանը քարոզարշավի առաջի օրով փող են հավաքում։ Ես դրա տողատակը շատ լավ եմ հասկացել։ Այսինքն պրոֆեսիոնալ լրատվամիջոցը ամսի 8-ին մեր նախընտրական քարոզարշավը կգար, կլուսաբաներ, որի բացումը տեղի ունեցավ ազգային ժողովի շենքի դիմաց մեծ մամուլի ասուլիսով։ Եվ այդ օրը ուղղակի համացանցը ողողված էր այդ ուղիղ եթերով, որովհետև 1 տասնյակից ավելի լրատվամիջոցներ մեր ասուլիսը ուղիղ եթեր են հեռարձակել, էլ չեմ ասում հատվածներ են հրապարակել։ Դուք ուղղակի չէիք կարող չտեսնել, որ Բևերի նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 8-ից։ Եվ բացի այդ որ դա եւս ցեղ շպրտոցի է, որ ժողովրդին ցույց տակ, թե քարոզարշավի առաջի օրով փող են հավաքում, ուրեմն, սիրելի հայրենակիցներ, մենք դրան պատասխանում ենք հետեւյալ կերպ. այո, այսօր Հայաստանում կա քաղաքական ուժ, որը իր գործունեությունը ծավալում է ոչ թե ինչ-որ գաղտնի աղբյուրներից, ինչ-որ օլիգարխներից կամ որը ոչ թե ծախված է, այ եթե մենք ծախված լինեինք, ինչպես ներկայացնում են, փող կունենայինք, այդ դրամահավաքը չէինք անի, կելնեինք, մեծ միտինգները կանեինք, ժողովրդին փողով կբերեինք հրապարակներ, բան եւ այլն, սենց, չէ, բայց մենք, քանի որ գաղափարի մարդիկ ենք եւ մեզ ֆինանսավորողը մեր գաղափարը կիսող, մեր գաղափարին հավատարիմ մարդիկ են, իրենք շատ լավ գիտեն, որ ազգային ժողովրդավարական Բևերը առաջնորդող խումբը չի ծախվել ու չի ծախվելու։ Չէ, հետո մի հատ բան ասեմ, էլի, այդ որ մեր փողերը թեզ լավ հաշվում են։ Ես մի հատ թողնա ցանկացած լավ են կարել, լավ են կարել ու մենք թակում չենք պահում, մենք հիմա էլ շարունակում ենք մեր թելեֆոնը։ Սիրելի ժողովուրդ, մասնակցեք ակտիվ, որովհետև այո, հենց ձեր տված գումարի չափից է կախված, թե մենք ինչպիսի ակտիվ քարոզչություն կիրականացնենք Հայաստանում։ Այդ որ քաղաքական ուժը որ հարցնես, ասես որտեղ է փողերը, չի ասել, որ իր համակիրներից է վերցրել։ Չէ, ցանկացած քաղաքական ուժեր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավից առաջ է դրամահավաք հայտարարել։ Armenpress-ը թող գնա այդ լուսաբանի, որ Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավը սկսելուց առաջ այդքան պետական ռեսուրսները օգտագործելով աշխատանքային օրով ուրբաթ օրը ելնում է գնում Մարս իմ եւ ձեր փողերի հաշվին, այդ ախրանայով որ այդպես շրջում է, բա դրա փողը մենք ենք չէ վճարում, պետական բյուջեից են դրանք փող ստանում։ Այդ մեր ռեսուրսները վատնելով քարոզարշավ են իրականացնում, պլյուս մի հատ էլ դրամահավաք ժողովրդից են անում։ Բայց մենք ժողովուրդ ջան, ազնիվ կերպով ձեզ ներկայացրել էինք հենց ամենասկզբից, որ մենք այս պայքարի մեջ մտնում ենք չունենալով որևէ կլորիկ գումար, այլ հույսներս դնելով մեր ժողովրդի վրա, այն մարդկանց վրա, ովքեր համամիտ էին, որ Բևերը պետք է մասնակցի այս ընտրապայքարին։ Ուստի մենք սպասում ենք, որ սիրելի հայրենակիցներ, դուք ապավեն կլինեք մեզ, կկանգնեք մեր թիկունքին եւ կապահովեք մեր քարոզարշավի ակտիվ ընթացքը, ձեր եթե ինչքան հնարավորություն ունեք, այդքան կարող եք մասնակցել, մինչև հունիսի 7-ն էլ կարող եք ձեր նվիրատվությունը իրականացնել, որովհետև այդ փուլում մենք ակտիվ քարոզարշավ պիտի իրականացնենք։ Եվ հենց մեր ունեցած այո ռեսուրսից է կախված, թե մենք Սյունիքի որ գյուղ կկարողանանք հասնել ու ժողովրդին ներկայացնել, որ ժողովուրդ ջան, այս որ կրակոց հիմա չկա, դա չի նշանակում, որ խաղաղություն է, Ալիևը երբ ուզեց կրակելու է։ Ու չի նայելու Նիկոլ Փաշինյանին, չի նայելու ձեզ, չի նայելու մեզ, ինքը կրակելու է, որովհետև թուրքը այդպիսին է, քանի դեռ մենք չունենք ռազմաքաղաքական հավասարակշռություն, քանի դեռ ժողովուրդ ջան, մենք մեր մեջքը չենք ուղղել, չենք ուժեղացել ու հզորացել, չենք ունեցել հզոր բանակ եւ ոչ թե այն բանակը, որը այսօր թողել է Նիկոլ Փաշինյանը, թուրքը հայել մեզ սպառնալու է։ Ունես էլ հարց Վահագ։ Հարց, չէ, ես ավարտենք երևի, հա։ Ավարտենք, եթե դուք էլ չունեք հարցեր, սիրելի հայրենակիցներ, պիտի խնդրենք այս եթերը տարածել, ժողովուրդ ջան, չենք մոռանում, մասնակցում ենք Բևերի թելեթոն դրամահավաքը, շարունակվում է ակտիվ կերպով, շարունակում ենք օժանդակել այս ազգային ուժին, չենք մոռանում, որ պետք է ներգրավել, ակտիվ ներգրավել, քարոզչական խմբերում ակտիվ աշխատանք տարածել, Բևերի բուկլետները տարածել այն եւ մանրակրկիտ ժողովուրդ ջան, պարզ լեզվով ներկայացնելով է Բևերը։ Ասում են ռուսական ուժեք, ասեք հələ երբ ես եկել մեր կողքը կանգնել ցույց արել Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Ասում են արևմտամետ ուժեք, ասում եք ուր էիք, որ Բևերը ձեզ արևմուտքին քննադատում էր Թրիպի հարցով եւ մնացած հարցերով։
Ասեք ժողովուրդ ջան, պարզ ներկայացրեք։ Այսքանը չմոռանաք տարածել եթերը։ Շնորհակալություն, որ մեզ աջակցում եք, շնորհակալություն, որ մեր կողքին եք, բայց ավելի ակտիվ ներգրավվածություն ենք ակնկալում։ Բարի գիշեր, լավ եղեք։ Համաձայն եմ իր այդ։